Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի Հակոմբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, ավանդույթի համաձայն մենք ամեն 3 շաբթի հանդիպում ենք պարոն Բոզյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բոզյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, վերջին վատ լուրը Բաքվից, բայց մենք հենց դա էլ այդ ամեն ինչը սպասելի էր, որտեղ մեր հայրենակիցներին, որովին դատապարտեցին ՑՄԱ, նաև 20 տարվա ազատազրկում, երևի տարիքային բանը հաշվի են առել Ռուբեն Վարդանյանին։ Այս ուղղությամբ ոչինչ չարվեց մեր իշխանությունների կողմից, ավելին ադրբեջանցիները շրջում են Հայաստանում, իսկ մենք բացարձակ քար լռություն այդ թեմայի հետ կապված մենք երկրորդ մասում դրա մասին եք խոսենք, բացարձակ օրակարգում չկա, այս ավելին ասեմ, որ անգամ անդիմությունը օրակարգ չի բերում այդ թեման, շատ հետաքրքիր է, իսկ ինչ է, ինչ ճակատագիր է սպասում 1 միլիոն են հայությանը, 800,000-ից 1 միլիոն հայություն, որ ապրում էր Ադրբեջանում, 150-ն էլ ապրում էր 150,000-ը ապրում էին Արցախում, չկա, այս հարցը ընդհանրապես կարծես թե չի եղել եւ մի տեսակ sense ծանր բանի նման, որպես պարտավորվածություն դրել են դա եւ պարոն Բոզյանը ասում է ապաթիայի մեջ է, որովհետեւ ինձ համար զարուրելի էր, որ ադրբեջանցիները արդեն ազատ պատտվում են այստեղ, մեզ ընտելացնում են դրան եւ տեսանելի է դառնում, որ եթե Աստված մի արասես ընտրություններում այս օկուպանտները մնան հաստատվեն, ապա վստահաբար այդ ինչքան էր մի 2 տասնյակ, 1 տասնյակ ադրբեջանցիների թիվը շատ կմեծանա եւ մենք կտեսնենք թե ինչ հոսք է լինելու ադրբեջանից։ Կարծեմ որևէ մեկը չի կասկածում, իսկ եթե ինչ որ մեկը իլյուզիաներով է ապրում, թող տեսներ, թե լսեր, թե ինչ էր ասում Մյունխենում Ադրբեջանը, Էբան Ալիևը, ես հիմա պիտի խնդրեմ, որ կետ առ կետ բացել սա, մենք նախնական զրույցում խոսում էինք պարոն Բոզյանի հետ, պարոն Բոզյանն ասաց, որ սա նաև հարված էր մերկացնել, թե սատերի բացահայտում դեր, չէ, Նիկոլի, որովհետև Նիկոլը տևական ժամանակ մեզ շարունակում է մոլորեցնել իր խաղաղության, ըստ էության պատերազմի 5 պատերազմ բերած մարդը, մեզ մոլորեցնել, թե հիմա մենք խաղաղություն ենք բերում, բայց ինչու հիմա դուք կբացահայտեք, բայց նաև այս հարցներ տան պարոն Բոզյան, պարզ է, չէ, որ իրենց համար ինչ կարևոր է, որ Նիկոլը մնա իշխանության թուրքերի համար, եւ Թուրքիայի համար եւ Ադրբեջանի համար։ Պարզ է, որ իր չընտրվելը ինչ նոր հարցեր կարող են առաջ բերել։ Իդեպ իրենք չեր թաքցնում բացահայտ ասացին, որ այսպես ակամայից նաև այս հովանավորությունն իր վրա է վերցրել Միացյալ Նահանգները եւ Վենսը դրա մասին խոսեց, որ ավելին արդեն պատրաստվում են իրեն հրավիրել եւ վստահ են, որ ինքը հաղթելու է։ Թուրքիայի արտգործ նախարարը խոսեց դրա մասին, իսկ Ադրբեջանին ընդհանրապես համարում են իրենց տղա եւ ինչու է, ինձ հետաքրքիր է։ Ոչ մի ասում, որ վստահ են հաղթելու է։ Բոլորը ուզում են, որ ինքը հաղթի, բայց վստահության մասին ճիշտ հակառակը։ Շատ տարօրինակ է, ինչու մի փոքր, չէ, ես էլ եմ ուզում հասկանալ, սա պարոն Բոզյան։ Ինչու օրինակ Ալիևը մի քիչ իրեն չի զսպում, այսպես չբացահայտի են ողջ խայտարակ դավաճանությունը Նիկոլի երկիրը վաճառելու, հանձնելու, ադրբեջանցիներին բերելու, սահմանադրությունը փոփոխելու, հռչակագրից հրաժարվելու, տարածքները հանձնելու, ինչի իրեն չի զսպում, որ այս ամեն ինչը կայանա ընտրությունից հետո, ընդ որում նաև այդպիսի ինֆորմացիա կար, որ սա քանի որ նաև Միացյալ Նահանգների խավորությամբ է ակամայից այդպես իրեն եւ Թուրքիայի, որ իրենք երաշխավորում են եւ որ եթե իրեն զուսպ պահի, հաստատ այս ամեն ինչը եւ Նիկոլին օգնեն, որ Նիկոլ ընտրվի, այս ամեն ինչը կանի, ինչու։ Նախ այդ հարցերը ինչ արեց եւ ինչու։ Այս երկու հարցերը։ Ես շատ լավ հարց եք տալիս։ Նախ ես նշեմ, որ բացառությամբ Հայաստանում տիրող մթնոլորտի միջազգային շրջանակները, թուրքական շրջանակները, ամերիկյան շրջանակները խիստ հոռոտես են Փաշինյանի վերընտրվելու կապակցությամբ։ Իսկ Ալիևի շրջապատը գրեթե համոզված է, որ Փաշինյանը շատ քիչ շանս ունի վերընտրվելու։ Դրա համար էլ Ալիևը շատ իրատեսական լինելով ինքը այսպիսի ձևակերպ ունի իր ներքին շրջապատում, հայտարարում է հետևյալը. մենք պետք է Հայաստանի առաջ դնենք այն խնդիրները, որ անկախ նրանից թե ով կլինի Հայաստանի ղեկավար, ինքը պետք է արարեցնի այդ այնուամենայնիվ Ալիևը վախ ունի, որ կարող են ազգային ուժերը գալ իշխանության։ Որտե վախ ունի, ճիշտ ձևակերպենք։ Ալիևի շրջապատը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի շանսերը վերընտրվելու շատ քիչ են, դրա համար ինքը հայտարարում է, որ մենք պետք է միջազգային հարթակներում դնենք այն խնդիրները, որ անկախ նրանից թե ով կլինի Հայաստանի ղեկավար, ինքը դա համար այդ իմաստով
բացառությամբ ես նույնպես եմ կրկնում հայ հասարակության մեջ տիրող մթնոլորտին, բացառությամբ հայկական լրագրողական փորձագիտական շրջանակների մնացած բոլոր շրջանակները համոզված են, որ Փաշինյանի շանսերը շատ քիչ են։ Ես ասեմ, որ նախկինում էլ իրենք եկեք հիշենք, նախկինում էլ էին իրենք համոզված մի շարք հարցերում, հետո զարմացած ձեռքերը բացեց ու Պուտինն ասեց, դե ով կպատկերացներ, որ այսպես մարդը հրաժարվեց եւ ոչ մի բան։ Չէ, այդտեղ դա կա։ Ալիևը ինքը ասեց, զարմացած էլ, որ մարդը երկիրը հանձնել է, պարտվել է, պարտությունից հետո կընտրվի։ Այսինքն ողջամիտ աշխարհը այդ ամեն ինչը տենա, բայց քանի որ մենք մեր հասարակությանը ճանաչում ենք եւ տեսել ենք, որ 21-ին պարտված, հանձնած, ոնց է կարողանում ամեն անգամ խաբել, մոլորեցնել։ Բան վրա դնենք, բայց հասարակությունը երեք նկարը դրել եմ, ասեմ, սա է սպասում, ասում է, շատ լավ է, թողեց էլ թուրքերը գան։ Շատ լավ է, մենք թուրքերին ուզում ենք մի խանգարել։ Մարդիկ ուզում են հասկանան, թե ընդհանրապես Նիկոլ Փաշինյանից ինչ այլընտրանք կարելի է տալ, որպեսզի երկիրը կարողանանք փրկենք եւ միաժամանակ չհայտնվենք նոր խորը փոսը։ Սա մարդկանց տեսակետն է եւ տրամաբանական տեսակետ է։ Հիշում եք, մենք ասում ենք, մենակ Սերժը չլինի, ամեն ինչ լավ կլինի։ Այդ մենակ Սերժը չլինի, ամեն ինչ լավ կլինի, մենք բերեցինք, հասցրեցինք Նիկոլ Փաշինյանի, հիշում եք, 2018 թվականը այդ թեզը կար։ Մենակ Սերժը չլինի, ով էլ լինի, ավելի լավ կլինի։ Այդ թեզը ինքը կործանարար թեզա ցանկացած երկրի համար։ Հիմա նույն բանը ասել, որ մենակ Նիկոլը չլինի, ամեն ինչ լավ կլինի, արդեն հասարակությունը տեսնելով թե ինչ կատարվեց 18 թվականին, ինքը ուզում է տեսնի կոնկրետ առաջարկ։ Եթե կոնկրետ առաջարկում ինքը երբ որ հիշեք, որ ժամանակին, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո սա ասում էին, սա խայտարակ համաձայնագիր, ասա, չգիտեմ ինչ այ եւ այլն, հարց հասարակությունը բնազդով հասկանում էր, որ այլընտրանքը կարող է բերի ավելի վտանգավոր բան, դրա համար այդ հասարակության մեծ մասը չգնաց ընտրությունների։ Ես մոտ օրինակ բերեմ, 21 թվականին ընտրությունների մասնակցելա պաշտոնապես ընդամենը 48% բնակչության, որը խայտարակություն է, համաձայն եք սրա հետ։ Ինչի՞, որովհետև մենք պետք է մենք անկեղծ խոսանք, որովհետև այն այլընտրանքը, որ մարդը ուզում է, ինքը ուզում է հասկանա, թե որ այլընտրանքով է, որ ինքը կարա խաղաղ ապրի, Հայաստանը ունենա ապագա եւ Հայաստան ունենա տնտեսական, սոցիալական զարգացում։ Սա ամենակարևոր խնդիրն է։ Հարց. ինչի մինչև հիմա այդ կոնկրետ այլընտրանքով չեն, բոլորը փնովում են այս իշխանությունը, բայց կոնկրետ այլընտրանք չեն առաջարկում։ Հիմա ես ուզում եմ կետ առ կետ խոսեմ դրա մասին։ Ինչ է հայտարարել Ալիևը Մյունխենում այս Մյունխենյան կոնֆերանսում եւ ինչի Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց։ Դա շատ կարևոր խնդիր է։ Տեսեք, ոչ միայն Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց, այլ նաեւ թույլ չտվեց, որ արտգործնախարարը գնա Մյունխեն։ Տեսեք, ուրեմն Մյունխենը միջազգային կոնֆերանսը դա ամեն տարի այդ կոնֆերանսում հավաքվում են աշխարհի հիմնական երկրներից փորձագետներ, պետական քաղաքական գործիչներ, որոնք դետալային մակարդակով քննարկում են այն խնդիրները, որոնք մակերեսիա դրած են աշխարհում մեկ, ուկրաինական խնդիրը, չգիտեմ, Գրենլանդիայի խնդիրը, Կովկասյան խնդիրը եւ այլն եւ այլն։ Ուշադրություն դարձրեք։ Փաշինյանը բոլոր տեղերում, որտեղ որ պետքա ցույց տա, որ ինքը երևում է, նկարվում է, բանանում, իրան ժպիտով թփթփացնում են ուսին, բան ինքը ամենտեղ ուզում է երևա, չէ՞։ Ասենք նույնիսկ հեծանիվա քշում, բանակշում, ամենտեղ երկրորդական, երրորդական, բայց կենտրոնական հարց Մյունխենյան կոնֆերանսում, որը առարկայական կոնֆերանս էր, ինքը վախեցավ գնալ։ Ավելին, Հայաստանից մարդ չգնաց, շատ պարզ պատճառով, որովհետև Մյունխենում քննարկում են դետալային մակարդակի խնդիրները։ Փաշինյանը վախենում է քննարկել դետալային մակարդակի, թե ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական խաղաղության այս տրեկում եւ ինչ է Իրանից ներկայացնում այսօրվա իրավիճակը։ Սա շատ կարևոր խնդիր է։ Այսինքն եթե մարդը վախենում է դետալային, ինչի է վախենում, որտեղ հայ հասարակություն այսօրվա մեր քաղաքական վերնախավում դետալային մակարդակով ոչ մեկ չի քննարկում։ Ընդհանուր առմամբ ասում են, թե ինքը խափում է, խափեություն է, խաղաղություն չի լինի, բան եւ այլն, դա օբշի այնց էմոցիոնալ, ասենց շատ հեղեղուկ, էմոցիոնալ, հուզական մակարդակի ձևակերպներ են։ Դետալային մակարդակով թե իրականում ինչ վիճակի մեջ է հայ-ադրբեջանական process-ը, քանի որ ոչ մեկ չի քննարկում, ինքն էլ վախենում է քննարկել։ Դա բան ինքը մարդ չի ուղարկում այնտեղ։ Դա սենսացիոն բան է, պետք է այս սենսացիան պետք է բացահայտեին, բոլորը ասեն, ինչի Փաշինյան չուղարկեցիր մարդ, բայց ոչ մեկ չի քննարկում դա։ Հիմա ես փորձում եմ բացահայտեմ սա, որովհետև Նիկոլ Փաշինյանը վախենում է մեր հասարակությանը ներկայացնել այն իրականությունը, որ հայտնվել է այս բանակցային process-ում եւ տրիպի հետ կապված, որտեղ բացահայտեց պանելային քննարկումների ժամանակ Իլհամ Ալիևը ինքը հայտարարեց, որ տրիպը ոչ մի կապ չունի
կոմունիկացիաների աշխատան բացմելու հետ, այսինքն այն խաղաղության խաչմերուկը, որի մասին խոսում էր Նիկոլ Փաշինյանը, ուշադրություն դարձրեք, ինքը այլևս խաղաղության խաչմերուկի մասին ոչ մտեղ չի խոսալու, չկա այդպես բան։ Այն խաղաղության խաչմերուկի մասին, որ պետք է կոմունիկացիաները բացվեին, իսկ նոյեմբերի 9-ի համաձայնագրով, հարգելի ժողովուրդ, կոմունիկացիաները պետք է բացվեին, ոչ միայն Զանգեզուրի կոմունիկացիան պետք է բացվեր, նաև Նախճիվանի կոմունիկացիան պետք է բացվեր, Ադրբեջանով կոմունիկացիան պետք է բացվեր եւ հավասար սկզբունքով պետք է բացվեր։ Դա շատ կարեւոր է։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը միտումնավոր վիժեցրեց նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, վերացրեց Արցախյան մնացած մասը, որ կար, միտումնավոր ձևակերպեց, որ ես փրկում եմ Զանգեզուրը, որպեսի չլինի, եւ հիմա ինքը միակողմանի զիջեց Զանգեզուրը ամերիկացիներին, որպեսի ամերիկացիներն էլ իր հերթին բանակցային իրենք արդեն բանակցեն Ադրբեջանը, թե ոնց պետք է օգտագործվի այդ տրիպը։ Այսինքն Հայաստանը այլևս տրիպի հետ որևէ կապ չունի։ Եվ որ Ալիևին ասեցին, թե իսկ ինչպես եք դուք վերաբերում, որ կոմունիկացիաները բացվեն խաղաղության խաչմերուկ լինի, ինքը քմծի ծաղով հայտարարեց, որ այդ ձեր խաղաղության խաչմերուկի մասին թող արդեն առաջարկ բերի ամերիկացիներից Բայդենը։ Ինքը ինչ էր ուզում ասել դրանով։ Ինքը ասում էր, որ ես տրիպը բերել եմ, որ իմ ամերիկացիների հետ պայմանավորվեմ, եթե դուք ուզում եք ձեր կոմունիկացիաները բացեք, գնացեք դուք էլ մի հատ ուժեղ տղա բերեք, որ ձեր կոմունիկացիաները մենք բացենք։ Այսինքն ինքը առաջին անգամ բացահայտեց, հարգելի ժողովուրդ, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ հերթական անգամ խաբել էր, ոչ մի խաղաղության խաչմերուկ չի լինելու, ոչ մի կոմունիկացիաների բացվածություն չի լինելու։ Այն կապիկությունը, շոուն, որ իրենք բենզին են ուղարկում բան, դա զուտ այն բանի համար է, որ իրանք մինչև ընտրությունները ցույց տան, որ իբր թե այդ կոմունիկացիաները աշխատելու են։ Ալիևը վերացական ասում է, հա, մենք խաղաղության դարաշրջան ենք մտնում, խաղաղության դարաշրջան ուշադրություն դարձրեք։ Դետալային մակարդակով այդ խաղաղության դարաշրջան նշանակում է, որ ես միակողմանի զիջումներ եմ սպասում Հայաստանից, Տաուշում սպասում եմ, Տրիպում արդեն ստացել եմ, մնացած հարցերում եմ սպասում։ Հիմա ես մի քանի կարևոր բան ասեմ, այսինքն փաստացի Ադրբեջանը ստացել է միակողմանի զիջում Զանգեզուրի միջանցքով, դա միջանցք է, հարգելի ժողովուրդ։ Պարզապես որպեսի դուք չհուզվեք, այն մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանին շատ են, բանալում այդ փոքր 10-15% որ մնացել է իրան աջակցող, այդ մարդիկ որպեսի չհուզվեն, այդ միջանցքը պարզապես ինքը արենդայով հանձնում է ամերիկացիներին, որպեսի ամերիկացիները այդ միջանցքը տրամադրեն Ադրբեջանին, դրա դիմաց իրենք պրեֆերենցիաներ ստանան Ադրբեջանից։ Ադրբեջանը հատուկ հայտարարում է, որ տրիպի համար ինքը ըստ էության բանը պետքա վճարի ոչ թե Հայաստանին, այլ ամերիկացիներին, որտեղ ամերիկացիներն են այդ պայմանավորվել։ Սա շատ կարևոր խնդիր է, որ մենք բոլորս հասկանանք։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տարածքը ձրի հանձնել է ամերիկացիներին, որպեսզի ամերիկացիները պայմանավորեն Ադրբեջանի հետ, ինչի է դա արել, որպեսզի ամերիկացիները իր անձնական իշխանությունը վերարտադրությամբ պահեն։ Ձեր Հայաստանի 3 միլիոն մարդկանց հաշվին ինքը փաստացի իր անձնական ընտանեկան շահերը սպասարկելու համար ինքը փաստացի Հայաստանի շահերը, եթե նախկինում Ղարաբաղը հանձնեց, Ղարաբաղը հանձնելու իրական գինը ինչ էր հունիսի 8-ից հետո գործընթաց կգնա եւ մարդիկ կտեսնեն, թե ինչ արժեր է Ղարաբաղի հանձնումը։ Միջազգային շրջանակներով Հայաստանը կորցրել է մոտավորապես տարբեր ենթակառուցվածքներ, զենք զինամթեր, հող բան եւ այլն, մինչեւ 80 միլիարդ դոլարի, այսպես ասած, կորուստ ունեցել Հայաստանը այս պարագայում։ Եթե դուք մտածում եք, որ այս 80 միլիարդ դոլար կորուստ մարդը կարա հանձնի եւ հանգիստ վայելի եւ ունենա Հայաստանում ինչ-որ մի խմբակ շրջանակներ, որ իրանք աջակցեն, չարաչար սխալվում եք։ Աջակիցը 30 քանի տոկոս վաղունի բա ինչ է։ Սենց ասեմ 30% չունի, դուք սխալ ինֆորմացիա եք տալիս, բոլոր հարցումներ տալիս, որ իր կորիզը մոտավորապես 10-ից 15% է կազմում ամբողջ Հայաստանում, դա էլի թիվ է, բայց դա մեծ ողբերգություն է մեր ժողովրդի համար, որովհետեւ 10-15% ունեցող մարդը ով աշխատում է Հայաստանի պետական շահերի դեմ, դա խայտարակություն է։ Սա ուրեմն խաղաղության խաչմերուկ կոմունիկացիայի բացվածություն չի լինելու, հարգելի ժողովուրդ։ Դու իմացեք, որ սա միանշանակ է։ Երկրորդ խնդիրը, ուրեմն Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանը փաստացի չի ճանաչում գետնի վրա։ Ես հիմա բացատրեմ, թե ինչ է դա նշանակում։ Ուրեմն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը մոտ 1000 կիլոմետր է Նախճեվանով եւ մնացած այն բանի մասով։ Մոտ 1000 կիլոմետրանից մենք սահման ունենք։ Գիտեք, որ մասն է այդ 1000 կիլոմետրից սահմանազատված եւ սահմանագծված։ Ընդամենը 12 կիլոմետր Տաուշի մարզում։ Այն էլ հայկական կողմի զիջման արդյունքում։ Այսինքն 1%-ն է սահմանագծված եւ 6 տարվա ընթացքում
մարդը խոսում է խաղաղության մասին, 6 տարվա ընթացքում ինքը ընդամենը 12 կիլոմետր է կարողացել եւ մեծ PR-ը անում, որ 12 կիլոմետր կարողացել եմ սահմանազատեմ, ընդ որում զիջումների հաշվին, ու այդ մարդը խոսում է խաղաղության մասին, եւ մեր հասարակության մեջ չկան շրջանակներ, որ ասեն Ժողովուրդ ջան, այս մարդը խափեփայ է, բա ուր է մնացած 988 կիլոմետրը, որը ինքը պետքա փաստացի ոչ մի բան չի արել, բա ինչի չի արել այդ ամեն ինչը, այսինքն ինքը փաստացի երկու հարցում է պայմանավորվել Ադրբեջանի հետ, Զանգեզուրի միջանցքի հետ հարցով եւ Տաուշում զիջումների հարցով, երկուսն էլ ինքը զիջել է, մնացածը հիմա Ադրբեջանը սպասում է, որպեսի ընտրությունից հետո մնացածները արդեն տեսնեք այդ ամենը, այսինքն կարելի ասել, որ այն մեծ խափեությունը, որ ինքը գնում էր Ստեփանակերտում ասում էր թե Արցախը Հայաստանն է վերջ, հետո ասեց Արցախը Ադրբեջանը վերջ։ Այն որ ասում էր թե Արցախի խնդիրը պետքա լուծվի Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, դա էլ հեչ, դա խափեց։ Այն որ ասում էր թե մենք պետքա գանք օլիգարխիկ համակարգ ջարդենք, դա էլ խափեց։ Այն որ ինքը ասում էր պետք է մրցակցային դաշտ ծրագրենք էկոնոմիկային, որ գները իշնեն, գները թռան վերև, դա էլ խափեց։ Այն որ ինքը սոցիալական աղքատ շարին ասում էր, որ պետքա դուք աղքատությունը հաղթարեք, որպեսզի բանալեք, հիմա աղքատությունը հաղթարելա ինքը անձամբ իր ընտանիքի հետ միասին եւ մի հատ նեղ շրջապատ մեծ պարգևաճարի շնորհիվ ըտեղել ձեզ գցեց, բայց ամենակարևորը, ամենակենտրոնականը ձեզ գցելու է, եթե հանգարց ես այդպիսի հավանականություն շատ քիչ եմ տեսնում, եթե ինքը կարողանա վերարտադրվել հունիսի 7-ին, որտեղ հունիսի 7-ին, եթե ինքը վերարտադրվեց, դուք շատ արագ տեմպերով, որտեղ թուրքերն ու ադրբեջանցիները շտապելու են, շատ արագ տեմպերով դուք հայտնվելու եք արցախցիների օրը, շատ արագ, որովհետև տեսեք 12 կիլոմետրա դեմարկացիայի դելիմիտացիայի ենթարկված 1000 կիլոմետրից մնացած բոլոր սահմանները իրանք սպասում են, որ դա անեն ընտրություններից հետո։ Ոչ մի կոմունիկացիաների բացում չի լինելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, սա Ալիևը փաստացի հեգնանքով ասեց, եթե ուզում եք բացել, գնացեք Բայդենին կանչեք նախկին վարչակազմից Ամերիկայի, որպես ինքը կբացի։ Մինչդեռ նոյեմբերի 9-ի համաձայնագրով ռուսների հետ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան ըստ էության Ադրբեջանը պարտավորվել էր, բայց ամեն ինչը պետք է բացի։ Սա այս մարդը ստեղել է ձեզ գցել, ստեղել է ձեզ խափել։ Լավ, ինչքան կարելի է մարդու խափել։ Հիմա ինչ ենք մենք առաջարկում, խոսքը Մայր Հայաստանի եւ այն ուժերի, ովքեր որ մենք միասնական գնալու ենք եւ այլընտրանք ենք առաջարկելու։ Առաջին հաշվի առնելով այն հանգամանքը մենք չենք պատրաստվում, այսպես ասած, պատերազմել համաշխարհային գերտերության դեմ Միացյալ Նահանգների դեմ, հասկանալի վիճակ է, բայց միաժամանակ մենք նաեւ երկխոսության մեջ ենք մտնելու ամերիկյան շրջանակների հետ, հասկանալու եւ բացատրելու, որ այն ինչ որ մենք տալիս ենք Ադրբեջանին, ըստ էության մենք պետք է Ադրբեջանից նույնպես ստանանք, որտեղ բնության մեջ չի կարող լինի ասիմետրիկ հարաբերություն, երբ որ մեկը միակողմանի զիջում է եւ ոչինչ չի ստանում։ Ես կարծում եմ, որ ամերիկյան կողմը շահագրգռված է, որ մենք էլ դա ստանանք, ամերիկյան կողմը շահագրգռված է, որ մեր սահմանները սահմանազատվեն սահմանագում։ Ինչու՞։ Հիմա այս սիտուացիան բացատրեմ։ Տեսեք, ուրեմն ամերիկյան կողմը խոսք է տալիս, որ Հայաստանում ձևավորվել է արհեստական բանականության մի հատ խաբ են ուզում ձևավորեն եւ հսկայական ներդրում բերում, որ շատ լավ է, մենք էլ ենք ողջունում եւ մենք մեծ ծրագրեր ունենք այդ հարցում, բայց դուք շատերը չգիտեն, որ Միացյալ Նահանգների այդ սիլիկոնային հովիտում եւ ընդհանրապես արհեստական բանականության հարցերում շատ հսկայական քանակով հայեր են ներկայացված։ Պատմականորեն դա այդպես է ստացվել, որովհետեւ այս ոլորտը խորհրդային միության ժամանակ Հայաստանում լավ զարգացած առնել, Եռնիմ կար, Մերգելյանի ինստիտուտ կար եւ Մերգելյանի ինստիտուտը հսկայական շատ հետաքրքիր կադրեր ա տվել եւ ասեմ ձեզ, Անժելա, հայրս էլ ժամանակին այդ ոլորտում աշխատել է, բավականին մեծ աշխատանքներ ունի, որ տպվել են Միացյալ Նահանգներում, երկար ժամանակ դասավանդում էր նաեւ Սինոպսիսում եւ մենք էլ շատ ոչ հեռու այդպես գիտենք թե ինչ ծրագրեր կան եւ մեծ պոտենցիալ ունենք մենք համագործակցելու Միացյալ Նահանգների հետ, բայց մենք նաև գետնի վրա գիտենք, որ Միացյալ Նահանգներում կան լուրջ շրջանակներ, որ ասում են, որ սա, քանի որ վտանգավոր գոտի է, մենք ներդրում չենք անի, մինչև որ երաշխիքներ չունենանք։ Ամերիկյան շրջանակներն ասում են, որ այդ երաշխիքները մենք չենք կարող տալ, որտեղ գետնի վրա մենք չունենք զինված ուժեր այստեղ, եւ ընդհանուր հայտարարը գալիս է այն, որ այդ երաշխիքը կարող է կամ Թուրքիան կամ Ռուսաստանը հաշվի առնելով այն, որ մեր համար հասկանալի է, որ Թուրքիան անընդունելի է այդ բանինի, դա կարող լինի Ռուսաստանը եւ Տրամպի վարչակազմը
մենք այդ ինֆորմացիան ունենք, իրանք պատրաստ են որոշակի կոմպրոմիսի պայմաններում, որ Ռուսաստանը այդ անվտանգության երաշխիքը տա, բայց միաժամանակ Հայաստանը պետքա թույլ տա, որ այդ ներդրումները լինեն, որտեղ Միացյալ Նահանգները տրիպը որ ստացել են, տրիպով իրանք մեծ հույսեր ունեն, որպեսզի այդ արհեստական բանականության ոլորտում մեծ կենտրոն ձևավորելով Հայաստանում իրանք կարողանան հսկայական, այսպես ասած, հնարավորություն ունենան տարածելու այդ բաները դեպի կենտրոնական Ասիա։ Հայաստանը կարա այդ բանից օգտվի, եթե մենք այս process-ի մեջ նաև բալանսավորման համար Ռուսաստանին ներքաշենք որպես անվտանգության երաշխիք եւ մենք ունենանք երաշխավորված խաղաղություն։ Դա ինչ է նշանակում։ Երաշխավորված խաղաղություն դա նշանակում որ Ադրբեջանը համաձայնվի դեմարկացիայի դելիմիտացիայի ենթարկել մնացած 1000 կիլոմետրը։ Սա շատ կարևոր է։ Տեսեք, մեր եւ Վրաստանի սահմանի մոտավորապես 60%-ը արդեն դա կատարված է։ Ընդհանրապես 60-70%-ը այլ երկրներում էլ իրար հետ բան։ Թուրքիա եւ Իրան հետ մենք խնդրեմ չունենք, մեր սահմանները ճշգրտված են։ Ստեղ հաշվանդելով այդ պատմական իրավիճակը, մենք պետք է շատ արագ առնվազն մինչև 90%-ը կարողանանք դա անենք շատ արագ տեմպերով։ Իդեպ այդպիսի ծրագիր կար նոյեմբերի 9-ից հետո, բայց Նիկոլ Փաշինյանի քաղաքականության միտումնավոր քաղաքականության վիժեցումից պատճառով այդ ամենը ստոպ է տրված եւ սպասում են եւ ավելին կարամ ասեմ մենք ունենք հստակ ինֆորմացիա, մենք ունենք հստակ ինֆորմացիա նաեւ որ Նիկոլ Փաշինյանի իրական վերջնական նպատակը դա այն է որ ըստ էության այս մեր տարածաշրջանում այդ երաշխավորի դեր բերի Թուրքիային եւ հանի Ռուսաստանին սա ինքը անում է երկու պատճառով իր ընտանիքի անվտանգության խնդիր ունի եւ մենք ունենք խորքային կասկածներ, որ այստեղ կա նաեւ շատ այլ գործոն, որի մասին ժամանակին ասում էր Թանսու Չիլերը, Թուրքիայի նախկին վարչապետին ասում էր որ հայերը գյաուրներ են, այսինքն անհավատներ են, այդ մարդկանց կարելի է փողով գնել, այդ մարդիկ փողի դիմաց իրենց հայրենիքներ կվաճառեն, իրենց ընտանիքներն կվաճառեն, ինքը ասում էր Թանսու Չիլերը։ Հիմա մենք մեր ժողովուրդը պետքա որոշում կայացնի հունիսի 7-ին։ Մենք Թանսու Չիլերի ձևակերպամ գյաուրներ ենք, դե իսկապես առաջի քրիստոնեական առաջի ժողովուրդն ենք, որոնք ընդունել են քրիստոնեությունը պետական մակարդակով որպես կրոն եւ իսկապես հավատավոր ժողովուրդ ենք։ Սա շատ կարեւոր է։ Մեր հարցումները, մեր ուսումնասիրեն, մեր վերլուծությունը ցույց են տալիս, որ մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը գյաուր չեն։ Բացարձակ մեծամասնությունը մարդիկ են, որոնք ուզում են իսկապես նորմալ երկրներ ունենալ։ Նիկոլն ասում է, ոնց որ եթե ես իմ նման չլինեին, ես իշխանության չէի մնա։ Այդտեղ կարծեմ ճշմարտություն կա։ Տեսեք, ես համաձայն չեմ, համաձայն չեմ։ Ադեկվատ եթե մենք ընդդիմություն ունենայինք, այդ ադեկվատ ընդդիմությունը որ այլընտրանքային ծրագիր ունենա։ Մենք եք ընդդիմություն։ Տեսեք, հիմա ես չեմ կարծում որ վառանհատական, շատ լավ չեմ հասկանում։ Ես վստահ եմ որ վառանհատականություններ եւ այս ամեն ինչը ճիշտ հասցնեին ժողովրդին, ասենք 5 հոգին էլ կարող էր ինչ-որ ընդդիմությունը, տեսեք, երբ որ մարդ, երբ որ Բայց միջև դրա մասի խոսել ես այդ ձեր նախորդ խոսքի հետ կապված բանը հարցեր ունեմ։ Հիմա դուք այսպես գեղեցիկ նկարագրեցիք, որ կարող են այսեն գոտին լինի, որտեղ շատ գեղեցիկ համագործակցության բան եք տեսնում անվտանգությունը Ռուսաստանը, իսկ Միացյալ Նահանգները գալիս է չգիտեմ ինչ։ Հիմա աշխարհ մի ոլորտում, ոսկե արհեստական բանականության ոլորտում, թեկուզ արհեստական բանականության ոլորտում։ Հիմա ինչ է կատարվում աշխարհը։ Դուք մոտավորապես ասում եք, այն ինչը որ այդ հոսանքը կա այսօր Ռուսաստանի Դաշնության էլիտայի մոտ, որ մի մասը, որ այսօր իշխանությանը ինչու որ շատ ոգևորված էին Թրամփի իշխանության գալով, որ կգա եւ ահա այս ամենը կարող է կայանալ։ Հիմա տեսեք թե ինչ է տեղի ունենում։ Նավերի առևանգումներ, շատ կոնկրետ, իրենք ինչ չեն հասկանում, որ դա ռուսական է կամ ռուսական նավթ է եւ ինչ է։ Հասկացա։ Չէ, հասկանում եմ, ժողովուրդը չի հասկանում, ասենք կոնկրետ հազար բան նշեմ, Կուբան ձեռքին ստանում, այնտեղից ստանում է նավթը, Թրամփը ասում է, ես ուզում եմ խաղաղություն աշխարհի, չգիտեմ ինչ, վերցնում է Մադուրոյի երկիրը ինչ էր։ Վենեսուելան վերցնում է, ասում է, այս ընկերությունները հիմա պետք է վաճառքով զբաղվեն, բայց տեսեք հանկարծ այնտեղ ռուսական ընկերություն չլինի, իրանական ընկերություն չլինի, չինական ընկերություն, որ կարող է պատահի, մի րոպե, դուք ունեք մտավախություն, որ ամերիկան Ինչի՞ ձեր մտածողությունը, ձեր մտածողությունը, դուք ասում եք մի բան, որ գուցե բանը նորմալ լիներ 10 տարի առաջ կամ այդ ուղղությամբ էլ գնում էր, ասեք Սերժ Սարգսյանը ասում էր հնարավոր է, հիմա աշխարհը ուրիշ աշխարհ է։ Թույլ տու ես պատասխանեմ, էլի, հիմա տեսեք հիմա հարցը դրա մեջ ինչի մասին է խոսքը։ Լավագույնը տարբերակը կլներ մեր ժողովուրդը թող իմանա, որ իսկապես կյանքի կոչվեր նոյեմբերի 9-ի համաձայնագիրը։ Լավագույնը դա կլներ, նույնիսկ եմ կոչում նոյեմբերի 9-ի համաձայնագիրը կլներ փայլուն տարբերակ, որտեղ մեծ հաշվով
ես ժամանակին ասել եմ մենք կարող է պատահի մի հատ իրավիճակ գա Դուք նախկինում դա ասում եք, ես ուզում եմ հիշել բանից, հա։ այո։ Ես օրինակ այստեղ երկու գործ չեմ հիշում, որ դրա մասին ասում էին, իսկ մնացած կուսակցություններ բան բոլորն ասում էին, դա կապիտուլյացիա է, դա հայտարարություն է, դա չգիտեմ ինչ, ես երկու գործի ներողություն եմ խնդրում, չեմ հիշում դուք ինչ եք ասում, բայց ինձ մոտ տպավորվել է երկու գործի, որ ասում էին նոյեմբերի 9-ից մենք պիտի Հայկին եմ հիշում Այվազյան եւ Հայկ Նահապետյանը։ Ահա, հիմա դες ուղակի ասեմ, որ դուք իմանաք, էլի։ Ցավոք սրտի շատերը չեն հիշում, բայց այն ժամանակ, քանի որ դուք էլ ասում եք, մեզանից սպասումներ չկար, դուք էլ սպասում չէիք առաջացնում, դուք հիմնական սպասումը ուրիշներից էր, որը տրամաբանական է, բայց մենք այն եզակի մարդիկ էինք, որոնք ասում էին, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրից պետք է կարճենք մինչև վերջ, որտեվ իսկ ձեր մոտ մնացած բոլորը մեղադրում էին բանը դավաճանական կապիտուլյացիոն, չգիտեմ ինչ, մենք ասում ենք, որ մենք պետքա իրականությունից Վիտալի Բալասանյանն էր ասում իմիջիայլոց մենք պետքա հենվենք իրականությունից, իրականությունը դա այն է, որ եթե դու հիմա չես կարճում իրականությունից, մենք կարող է հասնես ավելի ծանր վիճակի։ Լավ, իմ հարցը եւ ձեր ասած ինչ հիմա տեսեք, հիմա մենք ասեմ, որ հիմա բոլորովին ուրիշ աշխարհ է, դուք իլյուզիաներ եք։ Հիմա տեսեք, հիմա նույն վիճակը ստեղ է գալի, նույն բանն է մա, տեսեք, այն ժամանակ բոլորը ասում են, որ նոյեմբերի 9-ի համաձայն կապիտուլյացիա է, որը ես բոլոր չէ, հանրապետական մեծ մասն էին ասում, լավ, sense ձևակերպենք, մեծ մասը տենց էին ասում։ Հիմա նույն բանը այս վիճակն է։ Մենք ասում ենք հետեւյալը, որ այս մարդը ինքը ամեն անգամ նոր իրականություններ է ձևավորում, որտեղ կան երևույթներ, որտեղ արդեն անշրջելի են դառնում։ Օրինակ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը վատներ Մինսկի խմբի հետ բանի հետ Արցախը կար, Սյունիքը կար եւ այլն, Միջանցքը կար։ Այո, հիմա մենք պետքա ձգտենք, որ մենք հասնենք նոյեմբերի 9-ի համը, դա արդեն մեր համար երազանք է, բայց արդեն հնարավոր չի։ Չէ, արդեն ռեալ չի, որտեղ Արցախը չկա, բան եւ արդեն ռեալ չի։ Սա ես նույնպես եմ կրկնում, մենք պետքա միշտ ձգտենք, որ ռեալ։ Հիմա եթե անդադ լավ հիշեցեցիք, պարոն Բոզյան, անդադ հիշեցնել մեր ժողովրդին, որ այս սրիկատականքը ասում էին, ըստ էության հասան նրան, դե որ այս Արցախը տանք, մենք կարողանանք Միջանցքի Սյունիքը պահել, չէ՞, ոնց խաբեցին մեզ։ Իհարկե։ Հիմա տեսեք, հիմա վիճակը սենց է։ Մենք ունենք 3 ճանապարհ։ Առաջ ճանապարհ առաջին Նիկոլ Փաշինյանի ճանապարհն է, որ մենք հիմա ասում ենք, որ մենք ողջունենք, ասենք, խափենք իրար, ասենք, որ այդ տրիպով մենք բերել ենք արդեն անվտանգություն, որը չկա։ Ի վերջո ինքը խափելով բերի Ռուսաստանին վտարից տեղից Թուրքիային բերի, թուրքական բազա ստեղծի, հետո մի որոշ ժամանակ արդեն հայտարարեն, որ հարգելի ժողովուրդ, ժամանակն է, որ դուք ստեղից արդեն փախնեք։ Ընդ որում կարող է ասեն, որ մենք կարանք ձեր համար Գլենդելում ճանապարհ բացենք, այնտեղ առանց վիզայի կարաք գնաք այնտեղ ապրեք։ Ես օրինակ եմ ասում, հա, դուք կարաք դառնաք համաշխարհային թափառաշրջիկներ եւ ամենախայտարակագույն վիճակը, այսինքն առաջինը քրիստոնեություն ունեցող ժողովուրդը կարող է բոլորը հասկանան, որ դառնալը գյաուրներ, այսինքն սա մեծագույն ողբերգություն կլինի, բայց դա մի տարբերակ։ Երկրորդ տարբերակը նորից ոնց որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի ժամանակ մենք պետքա նորից բան անենք, այսպես ասած, պատերազմ հայտարարենք Միացյալ Նահանգներին, ասենք, դες ինչ պետքա դու գնաս տեղից կորչես, բան պայքարենք, բան անենք, բան, որ չէ, դա այդպիսի տեսակետ էլ կա, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա լինի։ Մենք նորից կրկնում եմ, ոնց որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի ժամանակ էր։ Մենք հիմա նորից եմ ասում, գետնի վրա, այն ինչ որ կա, մենք պետք է հասկանանք ինչն է անշրջելի, ինչը ոչ։ Հիմա, եթե դու արդեն քո իշխանությունը արդեն տվել է այս տեղը արդեն ամերիկացուն, դու պետք է ամերիկացուն հետ գոնե պետք է փորձես, որ այս տեղը դու ինչ որ բան ստանաս։ Եթե դու հանգարց, եթե դու փորձեցիր մերժել Իրան, դու կհայտնվես այն վիճակի մեջ, որ շատ ավելի վատ վիճակի մեջ է։ Ընդ որում դա շահարկելու է Նիկոլ Փաշինյանը։ Սա ամենակարևորը, Անժելա ջան, որ դուք պատկերացրեք։ Հիմա դու բոլորին կանչի, հարցրա, իրանք ոնց են վերա։ Մենք ասում ենք հետեւյալը, մենք տեսնելով այս իրավիճակը։ Ես այդ ողջամտությունը ձեր ուժի մեջ եմ տեսել։ Ռոբերտ Քոչարյանն էլ այդ դրա հետ կապված առաջարկ արեց, այո, դա լինի, շարունակենք, այսինքն դուք ճիշտ եք ասում, սեղանի վրա մենք ունենք հիմա այս իրականը կործանելով բերումա սա տվել է մեզ։ Հիմա վաղը մյուս օրը կարող է արդեն մենք դա չլինի արդեն։ Սա շատ բարձր խնդիր է։ Ընտրությունից հետո։ Այո, հիմա դրա համար եմ ասում։ Դրա համար եմ ասում, մենք հիմա ասում ենք պետք է մենք ունենանք երաշխավորված խաղաղություն։ Ինչ է նշանակում երաշխավորված խաղաղությունը այս շոու խաղաղությունից։ Շոու խաղաղությունը դա ժամանակավոր խաղաղություն է, ստեղ իրանց երաշխավորը Ալիևի ցանկությունն է կամքն է, Ալիևն էլ Էրդողանն էլ սպասում են, որ ընտրությունները լինի, ընտրություններից հետո ոնց որ Արցախում եղավ, իմանքամից հարցերուց են շատ ավելի հեշտ ճանապարհով։ Մենք ասում ենք երաշխավորված խաղաղությունը այն է,
որ երաշխավոր լինի, որ մեր բանակցությունների մեջ Հայաստանի եւ Ադրբեջանի պետք է լինի երրորդ կողմը, որը շահագրգռված լինի, որ Ադրբեջանի կանոնը զսպի, որտեղ Ադրբեջանը չի զսպվում։ Դա շատ կարևոր է։ Այդ երրորդ կողմը օբյեկտիվորեն ցավոք սրտի չի կարող լինի մի հատ ուրիշ երկիր, որը չունի գետնի վրա հնարավորություն դա անելու։ Այստեղ 3 երկիր կարող լինի, մեկը Իրանն է, մեկը Թուրքիան, մեկը Ռուսաստանը։ Իրանը հաշվի առնելով այս իրավիճակը ինքը չի կարողանա մտնի։ Թուրքիան մեր համար շահավետ չի, մնում է Ռուսաստանը։ Մենք ուզենք, չուզենք, մեկը դուրս չնի, բայց այդ երկիրը միակ երկիրն է, որ կարա այդ գետնի վրա երաշխավորություն տա։ Եվ հաշվի առնելով այդ Տրամպի եւ Ռուսաստանի հետ այս փոխհարաբերությունները, մենք կարանք Հայաստանը դարձնենք մի հատ երկիր, որտեղ այդ երկու երկրների շահերը կարան իր հետ համադրվեն։ Դա շատ կարևոր է, այսինքն մենք պետք է ատոմային էներգիայի հետ կապված միանշանակ աշխատենք Ռուսաստանի հետ, որովհետև այսօրվա դրությամբ Ռուսաստանը առաջատարը ամբողջ աշխարհում, Ռուսաստանը ատոմակայան սարքում ՆԱՏՕ-ի անդամ, ԵՄ-ի անդամ Հունգարիայում, Ռուսաստանը սարքում է Չինաստանում, Ռուսաստանը սարքում է Հնդկաստանում, Ռուսաստանը սարքում է Թուրքիայում, Ռուսաստանը Բուշերից բացի նոր ատոմականապատ սարքի Իրանում։ Միացյալ Նահանգները այդ հիմա այդ հարցում առաջամարտիկ չեն։ Իրանց առաջարկները ոչ միտեղ փորձված չի։ Մենք կներեք ճագարտ չենք, որ փորձադաշտ ունենք ինչ-որ բանի համար։ Չէ, գիտես, ինձ հիմա պետք չի շատ։ Մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը դա հասկանում է, բայց չի հասկանում, դուրս եկեք ամեն երկրորդը ոգևորված ասում է։ Արհեստական բանականությամբ աշխարհի 8 խոշորագույն ընկերություններից 7-ը ամերիկյան են։ Ստեղ էլ մենք կարանք բանակցենք։ Դա շատ նորմալ վիճակ է։ Այսինքն մենք պետք է համադրենք մեր շահերը Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ։ Երաշխավորված խաղաղությունը, առանց երաշխավորված խաղաղության Հայաստանում ոչ մի ներդրում չի գա։ Առանց ներդրումների մարդկանց կենսամակարդակը չի բարձրանա։ Առանց կենսամակարդակը թվերը հիմա բերել են 15 եւ 25-ի համեմատ, ինքը ասում է մենք ծայրագավառից դարձել ենք, իսկ պարզա չէ, ստականք ինչ նկատի ունի։ Իբրև թե մենք եղել ենք Ռուսաստանի։ Հիմա թվերը նայեք իր օրոք 35.3%, օրինակ 2015 թվականին 16.5%։ Հիմա մեծ է փրթում, չէ՞, Միացյալ Նահանգների հետ չկա։ ԱՄՆ-ի հետ 3.6% այսօր չկա այս բաները։ Չէ, նա իրականություն է, Գերմանիայի հետ տեսեք 9.4%, այստեղ 1.3% չեն, որ ինքը ասում է մենք հիմա արևմուտքի հետ ծայրագավառ ենք եղել, հիմա ես մի բան ասեմ Ժողովուրդ ջան, պարզ մի բան ասեմ։ Հիմա տեսեք, մենք շփվում ենք հիմա ասենք օրինակ ռուսական փորձագիտական շրջանակ, նրանք ասում են հետևյալը, որովհետև մենք տեսնենք, որ հունիսի 7-ին ձեր մոտ իշխանությունը չի փոխվելու, ապա մենք մտածել ենք իսկ ինչքանով է ճիշտ որ մենք ձեզ $165 գազ վաճառենք, երբ որ գազի գինը 430-450 եվրո է բանում այլ երկրներում եւ եվրոպական շրջանում նիկոլականները կասեն դու խնդրեմ չունեք Ադրբեջանը մեզ կտա Ադրբեջանը որ եթե հանգարց դու կախված ունենաք Ադրբեջանից Ադրբեջանը ոնց որ գազ տվեց Արցախին տենց էլ Ադրբեջանը ձեզ գազ կտա դա կտևի ընդամենը ամիսներ որից հետո իրանք կասեն թե այդ գազի դիմաց դուք պետք է ընդունեք ադրբեջանական փախստականների Հայաստանում որից հետո արդեն ադրբեջանական փախստականները որ կան Թուրքիան կասի իմ բանակը պետք է մտնի որ այդ փախստականներին պաշտպանի որտեվ ձեր մոտ կան ազգայնականներ որ ոտը տրորել են այդ ադրբեջանցու եւ դուք շատ կարճ ժամանակահատվածում կարաք հարցրեք ես ասի դու չափազանց ես մի բան ասեմ ձեզ ուրեմն մարդկանց կներեք կամ մարդկանց 90%-ը նորմալ, adekvat մարդիկ են 90%, այո։ Այդ ինչ եք ասում 90%-ը նորմալ, adekvat մարդիկ են եւ մտածում են որ Ադրբեջան դե հիմա գնացեք տեսեք քանի մարդ է ադրբեջանական բենզին ադրբեջանական բենզին քանի ադրբեջանական բենզինը կապ չունի դրա հետ այդ բենզինը այսօր ինքը կանգնել ասում է որ դուք նացիստ չգիտեմ ինչ ազգ եք ֆաշիստ ազգ եք Ալիևը կանգնում ասում է, սա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, որ Ալիևի ձեռքը վաղ այս հնարավորությունը տվեցին մտնելու փրտի, չէ՞։ Բոլորը հասկանում են։ Չէ՞ դուք մտածում որ մարդիկ չեն հասկանում։ Լավ, ես օրինակ եմ բերում։ Դուք մտածում եք որ մարդիկ անգրագետ են։ Օրինակ եմ բերում։ Համաձայն չեմ ձեր։ Ասենք հիմա։ Ախր մենք ունենք մեր ուսումնասիրությունները։ Մենք մեր ուսումնասիրությունները մենք մարդկանց չփում ենք։ Հայաստանի գինին ուր է գնում։ Հայաստանի գինին կոնյակ ուր օղին ուր է հիմնականում գնում։ Ոչ շուկա։ Ռուսաստանի շուկա, ճիշտ է։ Բայց ինչ, ես մատ ուրիշ բան եմ ասում։ Հարց եմ տալիս, հարցը ստանը չէ, ավելի կարևոր բան ասեմ։ Բա հարց եմ տալիս ձեզ։ Հիմա ասենք գոյություն ունի Վեդի ալկո։ Վեդի ալկոն համագործակցում է ընկեր է համախոհ է Արամ Սարգսյանի հետ։ Արամ Սարգսյանը ինչ է ասում առավոտ ու գիշեր։
Չէ, մի հատ ասեք, չէ, ես պարզ եմ ուզում Արամ Սարգսյանն ինչը առավոտը զարթնում է, որ Ռուսաստանը մեր ողերին թշնամին է, պետք է փակենք, հեսա Թուրքիայի հետ ճանապարհը բացում ենք, ատամնաբուժները գործեն ունենում, բիզնեսը ծաղկում է, չգիտեմ, էսա լինում, էնա լինում։ Հիմա այս մարդու ապրանքը գնում է Ռուսաստան։ Ռուսաստանում էլ ուղեղով մարդ չկան, մտածում որ հակա ռուսական քարոզչություն է գնում Վեդի Ալկոյի ընկերոջ բանի կողմից, Արամ Սարգսյանի կողմից։ Մի հատ մենք էլ հետաքրքրվենք, տեսնենք էս ոնց է լինում, եւ այդ մարդն էլ ընդեղ նստած իր ապրանքը գնում այնտեղ, բայց նրա ընկերու համախոհ, չգիտեմ ինչ, Արամ Սարգսյանն ասում է, չէ, պետք է Ռուսաստանի հետ սա փակենք, էս անենք։ Այդ մարդու մասին ինչ կարծիք։ Դուք ասում եք, հո բան չէ, այսինքն դուք մտածում եք, որ մեր Հայաստանի բիզնես դաշտի 100%-ը սա Վեդի Ալկոներ է։ Ես կարծում եմ, կոնկրետ օրինակ եմ բերում։ Ես դրանից հաստատեցի, ասեմ, ուր է գնում բանը։ Դե հիմա ես ասում եմ Սուքիասյան, ասում եք բոլորը տես չէ։ Ես ասում եմ բանը Վեդի Ալկոն, ասում եք բոլորը տես չէ։ Ու տես կարելի է Ես ուղղակի զարմանում եմ։ Անարմար եմ զգում իրանց անունները տամ իհարկե հիմա հիմնականում տամ այդ բանը։ Մի բան ասեմ, էլի, տեսեք։ Հիմա այս մի քանի բան բացառություն տեսեք, պետք է ասեմ։ Հայաստանի տնտեսությունը այնպեսի կառուցված ունի։ Իր ապրանքը գնում անդեր, նրանք են դեպի չեն զբաղվում։ Որ Հայաստանը որ թույլ չտան իր ապրանքը գնա, չնայած կզբաղվի։ Հայաստանի տնտեսությունը այնպեսի կառուցված ունի, որ այստեղ լայնածավալ լուրջ ներդրումներ կարանի Ռուսաստանը, կարանի Չինաստանը, կարանի Միացյալ Նահանգները։ Ուրիշ Թուրքիայի ներդրումը դա ազգային անվտանգության համար սպառնալիք կլինի մեր համար, օբյեկտիվ եմ ասում։ Տեսեք, նույնիսկ Վրաստանում, երբ որ Ինգուրի հետ կապված բանը գես էին ու սարքային թուրքերը, վրացիները մերժեցին դա, որտեղ դա ավելին կարամ ասեմ, որ շատերը տարածված տեսակետ կար, չէ, որ Աջարիայում թուրքական կապիտալը շատ ուժեղ զարգացած էր բանեվալն, հիմա արդեն բանը թուրքական կապիտալը փոխարինված է չինական, ղազախական կապիտալով, ասեմ, փոխարինվում է, արդեն փոխարինված է, ես այս ինֆորմացիա եմ ասում, փոխարինված է, այսինքն մեծ հաշվով բոլորն էլ հասկանում են, որ բացի ներդրումից նաև կա անվտանգության խնդիր, եթե դուք մտածում եք, որ բոլորը անգրագետ են, մարդիկ կան, որ գյաուռներ են, այսինքն փողի մեռած։ Արամ Սարգսյանն ասում է, ճամփեն կբացեն եւ չգիտեմ ինչ կլինի ձեր ապրանքների։ Հասարակության մեջ կան գյաուռներ, ցանկացած վրացիների մոտ էլ կան, ռուսների մոտ էլ կան, բանի մոտ էլ կան, բոլոր տեղում գյաուռներ կան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վլասովը չդարձավ դավաճան, դարձավ, չէ՞։ Ինչ եմ ուզում ասել։ Այսինքն իմացան, որ ամեն մի երկրում էլ իր գյաուռը կա։ Այդ գյաուռը իր փողի մեռած մարդը, իր համար փողը կոպեկը ապրանքը ծախում է Ռուսաստան։ Բայց ասма Թուրքիայի հետ Անժելա ջան, հիմա ինչի վրա ես դու զարմանում ես, նույնիսկ եմ կրկնում, բայց քո այնուամենայնիվ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը դրանք նորմալ մարդիկ են։ Նորմալ հավասարակշռված հասկանում են, որ սա բանա, բայց պետք է նորմալ այլընտրանք։ Նորմալ այլընտրանքը դա այն է, որ իսկապես մենք կարողանանք համադրենք բոլորի շահերը ստեղ եւ կարողանանք մեր անվտանգությունը պահենք եւ ունենանք երաշխավորված խաղաղություն։ Իսկ եթե գերշահը խանգարի դրան, գերշահը ինչն է, այսօրյան խնդիր են դրել Ռուսաստանը բարիզ բուն իմաստով ավիրել եւ այստեղ թուրքական ծրագիրն է, գիտեք, որ պիտի Հայաստանը չլինի, դուք ինքներդ ասեցիք, որ դա կապված է մեր ժողովրդից, մեր ժողովրդի որոշումից։ Մեր ժողովուրդը այդ որոշումը ունի։ Մեր ժողովուրդը հիմա բոլորը սպասում են հունիսի 7-ին։ Ես համոզված եմ, որ հունիսի 8-ին մենք ունենալու ենք նոր որակի Հայաստան։ Հունիսի 8-ին արդեն, որ մենք հիմա հանդիպենք արդեն, դուք եք ուրախությամբ զարմանալու, ապա հանդիպելու ենք եւ բայց ես նորից եմ ասում, ես կոչ կանեմ բոլորին, որ մարդիկ հավատան եւ չմտածեն, որ սեփական ժողովուրդը դա կներեք անասուններից բաղկացած մի հատ ամբողջայանից ներկայացնում։ Ոչ, մեր ժողովուրդը նորմալ ժողովուրդ է, ժողովրդի ամեն մի ժողովրդի մեջ էլ կա այլ զանգված, ամբողջային զանգված, որ մտածողությամբ ինքը կամ գյաուռա կամ գյաուրանման բան է, բայց 10%-ն է կազմում ընդամենը։ Բոլոր ժողովրդի մեջ կա, ամերիկացիների մոտ էլ կա, ռուսների մոտ էլ կա, բոլորի մոտ, վրացիների մոտ էլ կա, ասենց ասեմ, բոլորի մոտ էլ կա։ Ամբողջ աշխարհը զարմացած է մեր ժողովրդի վրա։ Պարտված երկիր հանձնած մարդու գնում ձայն են տվում, դուք հələ համեմատում եք մի հատ ուրիշ ժողովրդերի հետ։ Այդ շատ կարևոր, եթե մենք հասկանայինք, որ պետքա մենք կարճ էինք այն ժամանակ նոյեմբերի 9-ի համաձայնագրից, Իմ համալսարանական ընկերուհին կանգնում ասում է, դե Արցախը մերը չէր, էլի պիտի տայինք։ Հիմա քո կրթվածն էլ է անասուն։ Որովհետև հիմա աշխատում է Գեբելսյան քարոզչամեքենա, հսկայական գումարներ են դել, այդ Գեբելսյան քարոզչամեքենան տանում է դեբիլիզացիայի։ Եվ դեբիլիզացիայի մեջ կարող մտնեն եւ 4-րդ դասարան ավարտած մարդիկ, եւ բարձրագույն կրթություն, դա կապ չունի։ Եվ ակադեմիկներ։ Եվ ակադեմիկներ կարող լինի։ Այսինքն դեբիլիզացիա։ տեսեք,
ես չեմ ուզում անուն տալ, պետք չի տենց անուն տալ, բայց մարդը տեսեք, ես չի թաքցրել իր անուն համակարգը պետք չի տալ։ Եկեք հիմա բան չանենք, էլի, հիմա ուրիշ բան եմ ասում, որ ընդհանուր առմամբ եկեք ենք բոլոր շերտերն էլ կարան վարակվեն, դա վիրուս է։ Վրաստանում էլ այն վիրուսը վարակվել։ Տեսեք, օրինակ Վրաստանում կար մտավորական Մամարդաշվիլի, որ ասում էր, որ եթե իմ ժողովրդի մեծ մասը վարակվի այդ հիվանդությամբ, ես կհելնեմ կասեմ, որ ես դուրս եմ գալիս իմ ժողովրդի մեջ։ Հայաստանում տենց մտավորական չեղավ։ Դա էլ է արդեն անալիզի խնդիր։ Ինչու՞։ Դա ես դրա պատճառները ավելի ֆունդամենտալ գիտեմ, բայց դա կապ չունի, բայց մեկը տեսեք դրա արդյունքում Վրաստանը ավելի քիչ կորուստ կրեց, քան Հայաստանը։ Այսինքն որտեղ որ կար նորմալ մտավորականություն, նորմալ քաղաքական վերնախավ, այդ երկիրը ավելի քիչ կորուստներ ունեցավ։ Ցավոք սրտի կարամ ասեմ նույնը Ադրբեջանի մասին։ Այն ժամանակ էլ կա, չէ՞, Մուրուքով բանով նման էր, չէ՞, այսօրվա մեր Հայաստանի գործող ղեկավարը։ Էլ-Չիբե իր երկրորդ բանը, չէ՞, բանի այդ վրաց, բանը ադրբեջանական Փաշինյանը։ Ինքը փաստացի ընդամենը 9 ամիս ղեկավարեց։ Հետո արդեն ժողովուրդը տեսավ, որ ինքը պարտված ղեկավարը հեռացրեց։ Պարտված ղեկավարը չի կարա երկրը տանի դեպի զարգացման։ Պարտված ղեկավարը չի կարա ապահովի խաղաղություն։ Պարտված ղեկավարը չի կարա ասма դուք ամեն օր շնորհավոր եք, դուք ինքներդ չեք հասկանում մենք ինչ ենք արել ձեզ համար։ Այսինքն ուզում ասի ինքը ապրում է վախի մթնոլորտում, ինքը շատ լավ հասկանում է թե իրանք ինչ են արել, ինքը հունիսի 7-ից առաջ գիշերները չեն քնում վախից եւ իրանք ասում են մեր միակ նպատակը խափել, մինչեւ վերջ մինչեւ Հայաստանը չլինի։ Մինչեւ որ իրանք փրկվեն։ Իրանք ճողոպրելու են հունիսի 7-ից հետո իրանք ճողոպրելու են, որտեղ այն վնասները իրանք կբերեն ժողովրդին։ Բաթիմը, պարոն Բոզյան։ Ես դրա համար ինչ եմ ուզում ասեմ, ես հիմա օգտվելով դրանից ուզում եմ ասեմ նախ եւ առաջ մեր պետական ապարատին, այն մարդկանց, որոնցից կախված է շատ բաներ։ Ես կոչով դիմում եմ ձեզ, հարգելի պետական ապարատի ներկայացուցիչներ, հարգելի պատկան մարմիններ, դուք նորմալ մարդիկ եք, դուք պետական ապարատում աշխատում եք, դուք պարտավոր եք աշխատել, բայց ամեն մեկը ունեցեք ձեր համար կարմիր գիծ, որտեղ այդ կարմիր գիծ անցնելուց անկում չի կարել։ Տեսեք, ես շատ օրինակներ կարամ բերեմ։ Ժամանակին Վանեցյանը դուրս եկավ, հետո ուրիշ մարդիկ դուրս եկան, վերջինս նույնիսկ Աբազյանը դուրս եկավ։ Ինչի, որտեղ մարդիկ ամեն մեկը իր մտքի մեջ ունի իր կարմիր գիծը, որտեղ ինքը շատ լավ հասկանում է, որ առաջին հերթին մարդ մնալն է պետք, իսկ դա գնահատվելու է հետագայում։ Եվ այդ իմաստով մեր հասարակությունը այն հասարակությունն է, որը հասկանում է բան, եւ այդ իմաստով ես կոչ եմ անում ձեզ բոլորին, դա ուժային կառույցներին է վերաբերում, դա պետական ապարատի աշխատողներին է վերաբերում, իմացեք, որ հունիսի 7-ից հետո կա հունիսի 8, եւ դուք պետք է աշխատեք, մենք էլ այն քաղաքական ուժն ենք, որը մենք ամեն ինչ անելու ենք, որ մեծ համերաշխություն լինի, կապ չունի դա նախկինում ԿՊԱ-ական ա եղել, թե դաշնակցական ա եղել, թե հանրապետական ա եղել, թե չգիտեմ ինչ ա եղել, եւ կարեւորը որ մենք բոլորս մեկ միասնական ազգ պետք է վերականգնենք, եթե մենք վրեժ խնդրության տրամաբանությամբ գնանք, մենք կդառնանք երկրորդ Փաշինյանը, ըստ էության մեր ժողովրդի ամենամեծ բանը վնաս եղավ այն, որ այս մարդը եկավ ու պարակտեց 18-ին մեր ժողովրդին, իսկ պարակտումը դա քաղաքագիտական բանաձև է, այն ժողովուրդը, եթե դու ուզում ես մի ժողովրդին հաղթես, պետք է նախ եւ առաջ պարակտես, որ կանես հաղթես։ Պարակտումն է, որ բերում է ներքին քայքայմանը։ Այս մարդը 18 թվականին եկավ պարակտեց եւ մինչեւ հիմա պարակտում է, մինչեւ հիմա տանում է եկեղեցին պարակտում։ Սա այս մարդուց սпасել, դա սրիկայությունն է սпасել, անբարոյականությունն է սпасել այդ մարդուց։ Մարդ, որը խափել է բոլոր հարցերում։ Հիշում եք 21 թվականին ասեց թե մի քան 1-2 ամիս հետո մեր գեյները հետ կվերադառնան։ Այդ գեյներին հիմա դատապարտվում է 20 տարի բան, այսպես ասած, ու այս մարդուն այդքան խափելուց հետո լավ նա ուրիշ հարց կա, նաև կա բարոյական խնդիր։ Մարդը կարա քաղաքականությունից բան չհասկանա, մարդը կարա ոչինչ չհասկանա, մարդը կարա անգրագետ մնալ, բայց ինքը մարդը գոնե կտեսնի, որ այս մարդը խափեփայ է։ Մարդը խափեփայ է, ինքը խափել է 10 հարցում։ Եվ աշխարհում ընդհանրապես եթե մարդը 3 հարցում խափում է, ասում են ռբոկ տրոյեցու լուբիտ։ Եթե 3 անգամ մարդը խափում է, 4-րդ անգամ մարդուն չեն։ Բա որ 10 անգամ է ժողովրդը խափել է։ Այս ժողովուրդը հələ դեռ մի հատ շերտ կա իրան ուզում է, ինչ է, այլ իսկ հիացական խոսենք մեր ժողովրդի մասին։ Ասենք, ոչինչ դու 10 անգամ գնացիր երկիր ծախողի հետևից։ Մի բան ասեմ, մեր ժողովուրդը դա այն ժողովուրդն է, որոնց Ղարաբաղյան շարժում, այն ժողովուրդը պատերազմը հաղթել, այս ժողովուրդը Նիկոլա բերել, Նիկոլա պահում։ Այդ Նիկոլ բերելա, վրացիներն են Նիկոլ բերել
ադրբեջանցիները Նիկոլ բայց բոլորը ոչ Նիկոլ մեկ են այսքան բերել, տարի հարցը չի պայել, այսքան կորստից ու ջարդից հետո այսքան Անժելա երկար չի ջան, հիմա ես մի պայել։ հատ հարց եմ տալիս, ախր մեր նպատակը պետքա ոչ թե մարդկանց Չէ, դե երբեմն դառը ճշմարտությունն էլ է, դառը ճշմարտությունը այնա որ դառը ճշմարտությունն է, որ սա համաշխարհային խայտարակություն է։ Այո, խայտարակությունն է, բայց այդ խայտարակության հետ միասին Չէ, եթե մի հատ սառը ջուր լցնես, ասես դուք խայտարակություն չեք, ինչքան կարելի է գնալ դավաճանի հետևից։ Իհարկե դա միանշանակ Կամ ինչքան կարելի է ձեզ հիմարի տեղ դրած, ասենք, խափում ու թալանում է, ինչքան կարելի է դրան հավատալ։ Լավ, ես մի հատ ուրիշ կարևոր հարց ունեմ, պարոն Բոզյան, դուք մի հատ շատ հետաքրքիր բերեմ, ասեմ, տեսեք, օրինակ նույն Սաակաշվիլին 2008 թվականին խայտարակ պարտություն կրեց, չէ՞։ Բայց 2010 թվականին ինքը կարողացավ ինչ-որ ձևի վերարտադրվել, բայց ընդհանրապես 2012 թվականին պարտվեց։ Հիմա մենք ասենք իրանք են, ես չեմ ուզում շատ օրինակ։ Նախ իրանք այդքան զոհեր չեն ունեցել։ Իրանք այդ պատմական հայրենիքի մի հատվածը այդպես չի եղել, է։ Հետո ինքը մի հատ բարեփոխումների ինչ-որ փուլ էր գնացել, մեծ ահրելի դրսից փողեր են գալ։ Դուք բերել եք այս թալանչի փողոցից եկած բացարձակ համեմատելու, բայց չնայած էլ մի բան չի, բայց համեմատելու չի, էլի, բայց այսքան զոհերը բան չի։ Ես ում ասեմ հետեւյալը, որ անկախ համին։ Նա գերիներ ա տվել, ինչ արել։ Սողացել է թշնամու ոտքերի տակ։ Տեսեք, Անժելա, ես ուղղակի ձեզ ինֆորմացիա եմ տալիս, եթե ուզում եք։ Այդ ինֆորմացիան հետևելն է, մենք ամեն օր ուսումնասիրում ենք, մենք անընդհատ ուսումնասիրում ենք հանրային կարծիքը։ Եվ այդ հանրային կարծիքը ուսումնասիրելով մենք տեսել ենք, որ մարդկանց 80-ից 85%-ը ուզում են այլընտրանք տեսնել, բայց ուզում են այլընտրանք, իրանք չեն ուզում մենակ փնովում։ Իրանք այդ փնովում ասում մենք էլ գիտենք ձեր պես, բայց մենք ուզում ենք այլընտրանք։ Դուք ինչ եք առաջարկում, դա ամենակարևոր խնդիրն է։ Այլընտրանքը, բայց իրատեսական այլընտրանք, ոչ թե բանը վերացական կամ չգիտեմ հուզական կամ էմոցիոնալ կամ պոպուլիստական, այլ իրական այլընտրանք են ուզում։ Այդ իրական այլընտրանքը, որ մարդիկ ուզում են հասկանան ոնց կարա երկիրը զարգանա, որ միաժամանակ խաղաղ լինի եւ միաժամանակ մենք կարողանանք զարգանանք եւ միաժամանակ մենք պաշտպանենք Հայաստանը։ Այդ ամենակարևոր խնդիրն է, որ մարդիկ դա ուզում են։ Մարդիկ արդեն հասկացել են, որ սա խափեփայ է։ Մարդիկ տեսել են դա։ Ես համաձայն չեմ, բայց որ ասում եք, երևի մի բան գիտեք։ Չէ, որտեվ ես էլ եմ շփվում, ես էլ եմ տեսնում, որ այդպես չի։ Դու ախր շփվում ես առանց բանի, դու ունես դու շփվում ես մարդը ասում է, ով կգա իմ թոշակ կավելացնի, իրան կընտրեմ։ Մնացած ասում ես Արցախ, երկիր, հայրենիք, թուրքա, ինչա թուրքա բերեմ 1010 դե իմ այդ անասունին բացատրի, որ թուրքը գալիս է քեզ ինչ անի։ Ժողովրդի 90%-ն է տենց, ասեմ քեզ։ Միացյալ Նահանգները կայացած համակարգ մի համեմատեք։ Հիմա Թրամփը կլնի թե ով կլնի, իրաց համակարգը ասեմ, թոշակառուների մասով ասեմ, ուրեմն թոշակառուներին ամենադաժանը այս մարդը թոշակառուներին է խափել։ Ուրեմն ասեմ, որ 21 թվականի ընտրությունների ժամանակ Իրան տեսակշիռը, որը Իրան տվել է ձայն, ամենամեծ կշիռը դա եղել են թոշակառուները։ 480,000 մարդ թոշակառու Իրան ամենաշատը Իրան են տվել այն հույսով, որ իրանք խորը հիասթափված են եղել նախկիններից, մտածել են, որ նախկիններից ոչ մի խեր չկա, սա գոնե որտեվ այդ թոշակառուն իրանց միջին տարիքը ապրել են նախկինների ժամանակ եւ դժգոհ են եղել։ Տենց է, հա։ Եվ իրանք մեծ սպասում ունեցել եւ հիմա դաժան խախվել են։ Ինչու՞։ Դաժան, որտեվ հարգելի թոշակառուներ, ասեմ ձեզ հետեւյալը, որ ուրեմն 2018-ին որ սա եկավ իշխանության, Հայաստանի համախառն ներքին արդյունքը, այսինքն ամբողջ էկոնոմիկայի ծավալը մոտավորապես 12-13 միլիարդ դոլար էր։ Հիմա դառել է 27 միլիարդ դոլար անցյալ տարվա կտրվածքով։ Բայց ձեր թոշակները ինչքանով են աճել։ Մինիմալ թոշակը դառել է 36,000 դրամ։ Միջինը մոտավորապես 50 պլյուս մինուս թոշակ եք ստանում, 50,000 դրամ թոշակ եք ստանում։ Հարց. դուք այդ թոշակով կարաք ապրեք։ Դուք այդ թոշակով կարաք ապրեք, երբ որ սպառողական մինիմալ զամբյուղը Հայաստանում նույնիսկ պաշտոնական տվյալներով 75,000 դրամ է։ Դուք եթե ձեր չունենաք երեխաներ թողներ, դուք սովից պետք է մեռնեք։ Օբյեկտիվորեն տենց է իրավիճակը։ Դուք չեք կարող ապրեք։ Դեղերի գները տեսեք, թե ինչ խայտարակություն է, դա խայտարակություն են խոսքը չի։ Հայաստանում դեղերի գները բանը զգալիորեն ավելի բարձր է, քան Ռուսաստանում կամ Վրաստանում։ Սա ինչի է տենց։ Այսինքն այս մարդը ասում էր օլիգարխիկ համակարգը պետք է փոխենք։ Ինքը օլիգարխիկ համակարգը անգամներով մեծացրեց։ Այսօրվա դրությամբ նախկին թալանի 1.5 միլիարդ դոլարա վիճարկվում դատական համակարգում 1.5 միլիարդ դոլար։ Ինքը իր օլիգարխներից մենակ մի օլիգարխ տարեկան 1.5 միլիարդ դոլար փող է ստանում։ Միայն մի օլիգարխ։ Դուք հասկանում եք ինչի մասն է խոսքը։ Ու այդ մարդուն հիմա թոշակառուները կհավատան, իհարկե ոչ։ Ոնց կարելի է տենց մարդուն հավատալ։ Իսկ թոշակառուների համար դե կարող է մի հատ բլեֆ ունի, ընտրությունից առաջ մի հատ ամեն մեկին 5-5000 տենց ասի թոշակ։ Բոլորը արդեն հասկա այդ բլեֆը
թոշակը մինիմալ թոշակը պետք է լինի 75,000 դրամ, պետք է հավասարվի սպառողական մինիմալ զամբյուղին։ Դա բարոյական, քաղաքական, սոցիալական խնդիր է, Հայաստանը սոցիալական խնդիր է, դա պարտավորապետությունը դա ապահովել։ Դա ամենակարևոր խնդիրն է, որտեղ ի տարբերություն աշխատողի, թոշակառուն այլևս չի կարող աշխատի, ինքը իր կյանքը արդեն ապրել է, ինքը ուրիշ տարբերակ չունի, քան իր թոշակից, ինքը մաքսիմում կարող հույս ունենա իր երեխաների թողնելի վրա։ Եվ մարդը, որ չի գիտակցում, դա նշանակում է այդ մարդը ոչ ընտանիք ունի, ոչ ծնողի հարգանք զգացողություն ունի, ոչ բան, այդ մարդը կներեք, այն մարդը, որ չի գնահատում թոշակառուն, այդ մարդը անասունից չի տարբերվում։ Ես պարզ անկեղծ ասում եմ։ Եվ այդ իմաստով ցանկացած քաղաքական ուժ ինքը պարտավոր է իր առաջ դնել այդ խնդիրը։ Եվ ասեմ, որ մեր քաղաքական ուժը իր առաջ, եւ մենք հպարտանում ենք դրանով, մենք դրել ենք այդ խնդիրը, եւ մենք պետք է մինիմալ թոշակը հասցնենք 75,000 դրամ, որպեսզի մենք կարողանանք սպառողական զամբյուղը մինիմալ գոնե հավասարացնել թոշակին։ Ավել սուտ կլինի, բայց այդ թիվը պետք է մենք ունենանք։ Առանց դրա խոսել արդեն ոնց որ հստակություն է գալիս պարոն Բոզոյան, թե ինչ ուժեր կմտնեն պայքարի մեջ, անդիմադիր ուժերի մասին է խոսքը, ակնհայտ է Ռոբերտ Քոչարյանը Հայ-Հեղափոխական Դաշնակցության հետ կգնան եւ եւս երևի ինչ որ 1-2 ուժեր կլինեն կմիանան իրենց եւ տարբեր բլոկներ է ձևավորվում, մեր ձևովը ինչ որ ուժեր գուցե նաեւ իրենց հետ կլինեն եւ նաեւ Գագիկ Ծառուկյանը, դուք արդեն հայտարարեցիք Մայր Հայաստանը պիտի գնանք։ Հիմա այստեղ այսպես ասում են, որ Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանն ընկալում է որպես ռադիկալ ուժ, այսպես ինքը ավելի շատ է Արցախի թեման է, չգիտեմ, ան թեմաներով ավելի այդ թեմաներով առաջ կգա, իսկ ձեզ եւ Գագիկ Ծառուկյանին ձեզ եւ Սամվել Կարապետյանին ընկալում են, որ այս մարդիկ կգան սոցիալական մի շարք հարցերի լուծան։ Համենայնդեպս Գագիկ Ծառուկյանը այդպես է ընկալվել եւ արդյոք դուք գալով հրապարակ չեք խանգարելու մեկին այդ ձայները տա։ Դուք ասում եք, որ բավականին բան ձայներ կա, որ դեռ կողմնորոշված չեն։ Ես հարցին sense պատասխանեմ, գոնե ես ազնիվ եմ իմ բանով, ես նախկինում էլ հայտարարել եմ, որ լավագույն տարբերակը կլներ այն, որ բոլորը մեկ միասնական ցուցակով առաջին ասեցի, նույնիսկ բազմաթիվ մարդիկ ինձ ասեցին ինչի ես տենց բան ասում, ես էլ ասեցի, որ ես որպես քաղաքագետ պարտավոր եմ մարդկանց ասել ճշմարտությունը։ Իսկ ճշմարտությունը այն է, որ եթե Հայաստանի ընդդիմադիր բոլոր շրջանակները անկեղծորեն իրենց ամբիցիաները դնեին մի կողմ, իրենց կուսակցական դրոշները վայր դնեին եւ դնեին երկրի անվտանգության խնդիրը եւ բոլորը միասնական ցուցակով լինեին, ապա իշխանությունը կպարտվեր 25-75 հարաբերակցությամբ։ Ես ուղղակի ձեզ ասում եմ թվեր, որպես քաղաքագետ պարտավոր, ոնց որ կան ֆիզիկոսներ, մաթեմատիկասներ, չգիտեմ, բաներ, քաղաքագիտությունն էլ է նույն տեսությունը դա թույլ է տալիս, որ մենք այդ անալիզը անենք։ 75-25 հարաբերակցությամբ մենք ջախջախեինք այս իշխանությունը։ Լավ, դա տեղի չունեցավ։ Հիմա դա տեղի չունեցավ, դա տեղի չունեցավ ոչ մեր մեղքով, որովհետև դա կարող աներ այն ուժը, որը համարվում էր առաջամարտիկ Իրանին ինքը կարող էր կոնսոլիդացնել։ Սա, քանի որ տեղի չունեցավ, ես կարող եմ կանխատեսել թե ինչ կլինի, բայց դա առանձին խնդիր է։ Փաստացի մենք հիմա այդ նույն մոդելը առաջարկեցինք, այսպես ասած, Ծառուկյանին եւ Ծառուկյանը համաձայնվեց։ Եվ Ծառուկյանը ըստ էության ունի մի, այսպես ասած, նախագիծ, առաջարկ Հայաստանին այդ ծրագրով ինքը առաջարկում էր, որ համադրենք տարբեր ուժերին իրենց ծրագրերը ու պատկերացումները։ Մենք էլ ժամանակին երկար փորձ ենք ունեցել իր հետ աշխատելու, ինքը այն մարդն է, որ ժամանակին իսկապես ինքը 13-12 թվականներ էր այդ կոնսոլիդացիայի բանը ընկալող մարդ եւ ինքն էլ ընկալեց այդ իրավիճակը եւ քանի որ ընկալեց եւ մեր համար կարեւոր չի թե որ մենք 4% կավակենք թե 5%։ Դուք գիտեք որ մենք Գյումրիում, Երևանում եւ Վաղարշապատում մասնակցել ենք ընտրություններին։ Երևանում հավաքել ենք 16%, Գյումրիում 6% ենք հավաքել, Վաղարշապատում 5-ից ավել տոկոս ենք հավաքել, իսկ մենք 4%-ի խնդրեմ չենք ունեցել ոչ մի անգամ։ Բայց մենք 4%-ի համար չենք պայքարում։ Այս երկիրը եթե հանդարտ վիճակի մեջ ընդեր, մենք կգնայինք մեր համար պարլամենտում ինչ-որ բայց հիմա այդ վիճակը չի։ Մենք հիմա լինել չնելու առաջ ենք կանգնած։ Չէ, հասկանում եմ, բայց այդ ձայները նույն շերտը չի ձեզ ձայն տալու։ Ոչ, հիմա ես ասեմ, տարբերությունը ինչի մեջ է։ Ուրեմն մեր միացումը Ծառուկյանի հետ սիներգիայի օրենքով մեզ երկուսից էլ հզորացնելու է։ Միանշանակ եմ ասում ձեզ։ Ինչու, որովհետև
ըստ էության ստեղ մենք ի տարբերություն մյուսների առաջարկելու ենք եւ սոցիալ-տնտեսական զարգացման նախագծեր եւ անվտանգային խնդիրների հետ կապված խնդիր, որտեղ մեր համար Դուք կարծում եք դա չի լինի Սամվել Կարապետյանի մոտ։ Ես չեմ Այն շերտը չի գնալու, որ այդ առաջին հերթին այդ սոցիալ-տնտեսական հարցերի աները չէ որ գնալու է, որտեղ անվտանգային բան հարցեր, ես կարծում եմ, որ այդ մասը դեռ կմնա Ռոբերտ Քոչարյանի։ Տեսեք, ոչ մեկի համար ոչ մի խնդիր մոնոպոլիա չի։ Համաձայն եք սրա դուք։ Չէ, ուղղակի չխանգարեք իրար, էլի, չտանեք դրա մասին եմ ասում։ Երբ որ մենք եթե մեր ծրագրերը շատ նման են դառնում նույնիսկ համադրվում է դրանով, շատ համադրվում է։ Այսինքն եթե մարդը պետք է ընտրի, ինքը կարող ընտրի կամ սրան, ոչ մի խնդրեմ չկա, ինքը կարող ունենա ընտրություն ընդդիմադիր դաշտում ում ընտրի։ Հիմա մենք այն եզակի ուժն ենք, որ հապ սոցիալ-տնտեսական պրոյեկտ ենք Մյուս կողմից տեսեք ինչ վտանգավոր բան ասեմ, էլի տեսեք։ Օրինակ բանը մենք այն ուժն ենք, չեմ ուզում մյուսների բանում ասեմ, համ սոցիալ-տնտեսական պրոյեկտ ունենք, համ անվտանգային պրոբլեմ։ Անվտանգայինով մենք շատ լուրջ պրոյեկտ ունենք, այսինքն մենք ունենք հետևյալը, թե ինչպես հասցնենք նրան, որ կարողանանք պարտադրենք Ադրբեջանին, որ ճանաչել տա մեր տարածքային ամբողջականությունը։ Շատերը չեն հասկանում դա, շատերը չեն պատկերացնում, որ 1000 կիլոմետրանոց մեր տարածքը հիմա անպաշտպան է դե յուրե եւ դե ֆակտո, որովհետեւ ընդամենը 12 կիլոմետրն է ճանաչված Ադրբեջանի կողմից։ Մնացած ավելի քան 900 կիլոմետրը Ադրբեջանը գետնի չի ճանաչել։ Իսկ դա որպեսի ճանաչել տա, մենք պետքա կարողանանք քայլեր դիմենք, մենք պետքա միջնորդ բերենք, մենք պետքա երաշխավոր բերենք, որպեսի կարողանա այդ խնդիրը լուծի։ Եվ այդ ծրագիրը մենք ունենք։ Հաջորդը կոմունիկացիաների բացման հետ կապված։ Ասեմ ձեզ, որ մենք շատ լուրջ ծրագրեր ունենք, որ այս Տրամպի կամուրջի հետ միասին ստիպենք, որպեսի Ադրբեջանը բացի նաև մեր համար Նախճեվանի ուղին եւ իր տարածքով մենք կարողանանք կապտվենք Ռուսաստանի հետ։ Ինչի՞ դա շատ կարեւոր է, դա հատուկ ուզում եմ նշեմ։ Ուրեմն Տրամպի կամուրջով ամերիկացիները գրեթե չեն թաքցնում, իրանք նպատակ ունեն այդ խաբ ստեղծել ստեղ եւ խաբով իրենց պրոյեկտները տանեն դեպի կենտրոնական Ասիա, բայց իրանք շահագրգռված չեն, որպեսի չինական այդ մեկ ուղի, մեկ ճանապարհ այդ բանը պրոյեկտը աշխատի։ Տեսեք, Ադրբեջանը 3 երկրների հետ խոշոր աշխատում է։ Ամերիկացիների հետ աշխատում է բանով, տրիպով, ռուսների հետ աշխատում է հյուսիս-հարավով, չինացիների հետ աշխատում է Վրաստանով եկած գծով։ Ադրբեջանը կարացել է դա աշխատի, որտեղ Ադրբեջանը իր համար ունի խելոք ղեկավար։ Բայց ես բաց խոստովանում եմ դա։ Վրաստանը փորձում է անել այն ինչ որ հասել է Ադրբեջանը։ Վրաստանը փորձում է իրան դիմադրում են։ Վրաստանը աշխատում է հյուսիս-հարավ։ Վրաստանը աշխատում է բանով, այսպես ասած, այդ միջանցքի ճանապարհով եւ Վրաստանը փորձում է նաեւ չինական պրոյեկտ աշխատացնել։ Չինաստանը մենք հենց դեռ միջին ընտրություն շատ մենք ունենանք խոսել ուզում ենք այդ համակարգը աշխատացնենք, մենք պարտավոր ենք նույնպես այդ խաչմերուկը աշխատացնենք։ Այս իշխանությունը չի կարողանալու ընտրություններից առաջ հնարավոր է ինչ որ ուժերի թույլ չտա Նիկոլ Փաշինյանը, որ մասնակցել ընտրություններից, չգիտեմ, գուցե ինչ որ բան անի նորից Ռոբերտ Քոչարյանին դեմ, որտեվ հələ դեռ միջև այս հիստերիայի մեջ է Ռոբերտ Քոչարյանի հարցում, օրինակ հենց այն, որ Վաղարշապատի իր թիմակիցների կանան եղալանք նշանակեց, չէ ուրիշ բան, հարցս չեք թողնում ավարտեմ։ Եթե թույլ չտա, ասեն կարող է վերջին պահին թույլ չտա նաև Սամվել Կարապետյանին, չգիտեմ, գրանցել բան, սա նաև այնքանով է լավ, որ եթե ինքը հանկարծ թիրախավորի մեկին, այն երկուսը կարողանա, որ ասում եք մեկին այսպես լրացնելով այդ ձայները գնան այնտեղ, եթե դժվար է։ Մի բան ասեմ, այս ժողովուրդը Նիկոլին մերժելու միասնական է։ Մենք ունենք 80%։ Բայց դուք շատ լավ գիտեք, դուք ինքներդ էլ եք ասում, որ միշտ երբ որ ժողովուրդը տեսնում է մի ճակատ, ինքը ասես միասնական է, ցավոք սրտի այդ մի ճակատը չկայացավ։ Մեր հաշվարկներով, ես մի հատ լավ հաշվարկ ասեմ։ Մեր հաշվարկներով, մեր փորձագետներն ասում են, որ եթե 50%-ից ավել մասնակցություն եղավ, Նիկոլը փլվում է։ Բայց մեր պատկերացումները, մենք անալիզներ ցույց են տալիս, որ ոչ թե 50%, այլ մասնակցությունը նույնը մինչև 60-ից ավել, նույնիսկ 60-ից ավել պատրաստվում, բայց էդի 60-ից ավել հիմա, երբ որ մի քիչ ապատիկ ժամանակահատվածում ենք ապրում, ինչի ապատիկ, որովհետև մարդիկ տեսնում են մենակ իշխանության գործողությունը, իշխանությունն է ինչ-որ բաներ ասում։ Ընդդիմադիր դաշտում բացի Սամվել Կարապետյանից հələ ոչ մեկ չի խոսացել։ Հիմա մյուսները որ սկսեն խոսալ, մարդիկ որ տեսնեն կան արդեն առաջարկներ, մարդկանց մոտ առաջանալու աշխուժություն, մարդիկ չեն պատկերացնում։ Եվ այդ աշխուժության արդյունքում ես չեմ բացառում, որ նույնիսկ մինչև 70% ակտիվություն լինի մեր նույնից ասում, ես դա չեմ բացառում,
բայց այն որ 60%-ից ավել մենք կանխատեսում ենք դա հաստատ է, իսկ 60%-ը երաշխավորված արդեն ես հարց տվեցի Ալիևի հետ կապված, որ ասացի, ես էլ եմ համաձայն, որ իրենք այնուամենայնիվ բան ունեն, մտավախություն ունեն, եթե հանկարծ Նիկոլը չանցնի, դրանից հետո եկած ուժերին, իրանք հիմա արդեն ամրագրեն միջազգային բանում, սակայն բայց հիմա հասել են այդ նպատակին, բայց հիմա տեսեք, մենք ես մի պահ մոռացանք, որ այս ամենով հանդերձ Ալիևը այնուամենայնիվ բան աջակցում է Նիկոլին, այս բան բենզինը բանը, մեկ այնքը ձեռքի հետ աջակցում է, Նիկոլի PR-ը զբաղվում է, որ ներսի ժողովրդին ընդրսում իր հարցերը լուծում է, բայց այստեղ հայ ժողովրդին Նիկոլի հետ միասին մոլորեցնում է, էլի տեսեք, կբերեմ բենզինը, ճամփեն կբացեմ, շատ հետաքրքիր դետալ բացեմ։ Մինչև Տրամպի այդ կամուրջը Բայդենի վարչակազմի ժամանակ էլ գնացել բանակցություններ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ արդեն մերժել էր Ռուսաստանի հետ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը եւ գաղտնի բանակցություններ ամերիկյան շրջանակների հետ, որպեսզի այսպես Տրամպի կամրջի նման բան աշխատացնեին։ Եվ ինչա պարզվում, ժողովուրդ ջան, դուք էլ պետք է իմանաք դրա մասին, որովհետեւ շատ կարեւոր է։ Պարզվում է, որ ամերիկացիները Բայդենի վարչակազմի ժամանակ ասում էին, որ որպեսզի հայ ժողովուրդը ընդունի այդ ամեն ինչը, պետք է Ադրբեջանն էլ որոշակի պարիտետի զիջումների գնա, եւ Ադրբեջանը դիմադրում էր, բայց իրանցից մեկը վերջերս բացահայտեց, ասում է մենք զարմացանք, որ փաստացի հայկական կողմը ոչ մի ջանք չթափեց, որպեսզի մեզ աջակցի, որ մենք ադրբեջանցիներին ստիպենք դա անելու։ Սա ունիկալ բան է համաշխարհային պրակտիկայում, ունիկալ բան է, որ մարդը իր երկրի շահերի համար 0 բանա տվել, երբ որ միջնորդ կողմը ամերիկացին շահագրված էր դրա մեջ, ինչու, որտեղ իրանք ասում էին, որ մենք դա շահագրված էինք, որպեսզի հայ հասարակությունն էլ ինքը մի քիչ դրական ընկալվեր, որտեղ ինքը համարում էին, որ որպեսզի այդ պրոյեկտը լավ լինի, պետք է հայ ժողովուրդն էլ դրական վերաբերվեր, բայց Նիկոլ Փաշինյանի համար շատերը չեն պատկերացնում այդ մարդուն բացի իր անձնական կյանքի անվտանգությունից ու ոչ մի բան հետաքրքիր չի։ Ինքը շատ լավ ինչ վնասներ ա տվել է ժողովրդին։ Մի հարցել եմ ուզում տալ ձեզ։ Օրինակներ ինչ որ մարդ կա։ Տեսեք, մի հարցել եմ ուզում տալ։ Մենք ասում ենք մեր մեջ ամենայն դեպս գիտակից մասան այդպես էր մտածում, որ ինչ եք խոսում, մեկը Արցախից համարցակվի մի տա, չգիտեմ 10 մետր տա, չգիտեմ ինչ կանեն, չէ՞ կամ Արցախը հանձնի։ Դա հայ ժողովրդի համար կարմիր գիծ է։ Ասում էին։ Տեսանք, որ դա կարմիր գիծ չի, այնպես սիրուն մոլորեցին կարմիր գիծ չի։ Ասում ենք, որ ես ինչ եք ասում, հայ առաքելական եկեղեցին մեր ազգային ինքնության հետ կապված ամենակարևորագույն բանը, երեք հյուրերից մեկը ճիշտ էր ասել, որ ասեն, ինչն է քո ինքնության, պետք է ասես եկեղեցին, լեզու, չէ, առաջին հերթին այդ պիտի ասես։ Չէ, ոնց որ թե հայ առաքելական եկեղեցու վրա գնում են, բացի էլի են գիտակից մասայից, են մնացած իրանց առօրյա բանել չի։ Այն հավատավոր չէ, գնահատական է տալիս։ Գնահատական չեմ տալի։ Ես չեմ տեսել ամենայն դեպս այդ 60%-ը ընդհանրապես 11% տեսքով բան դա ամենայն դեպս տեսանելի չի, ինչ որ բաներ, բողոքներ, բաներ։ Եթե այն բաներ կազմակերպված չլիներ, որ գնացի եկեղեցու։ Ես պատասխանեմ Անժելա ջան։ Չէ, երրորդ բանն է։ Կան 5 րոպե։ Չէ, երրորդ բանը հիմա տեսեք, ամեն դու ինձ ստիպում ես, որ ես ասեմ, Արցախ եմ ասում, հայ առաքելական եկեղեցի եմ ասում, երրորդն էլ ասենք պատկերացնեք, չէ, ցեղասպանությունը մեր արյան մեջ մտցրել են, ցեղասպանությունը հիմա մի ուրիշ երկրում այսպես սրա միջով անցածելներ շատ են այդ օրինակը բերում հрьяաների պարագայում, էլի գնային եւ հրաժարվեին, վեսը հրաժարվեց, ջնջեց ցեղասպանությունը, էլի ժողովուրդը սենց հանգիստ։ Հիմա ուզում եմ հասկանալ, կարմիր գիծ մնացել է մեր ժողովրդի մեջ, որ կվռնդեն սրանց ես այդ հարցին ուզում ես անկեն դու թույլ պատասխանեմ, էլի, տեսեք, ես հիմա ասեմ դες, ուրեմն բոլոր տիպի հարցումները, այդ թվում նաև ամերիկյան շրջանակների հարցումները ցույց են տալիս, որ մեր ժողովրդի 60%-ը մերժում է Նիկոլ Փաշինյանի այս հակաերեցական շարժումը։ Ընդամենը իրան աջակցում է մոտավորապես 10-12%։ Այսինքն իրա զանգվածն է աջակցում, սենց ասեմ ձեզ։ Հիմա դուք ասում եք ինչի ժողովուրդը ոտի չի դուրս գալիս։ Ուրեմն ժողովուրդը միշտ էլ ոտի դուրս եկել է։ Ժողովուրդը 20 թվականին ոտի դուրս եկավ, բայց քաղաքական վերնախավը չկարողացավ այդ ոտի հաստատ ժողովրդին արդյունք տվալ։ 21 թվականի ընտրությունների ժամանակ եղավ, 22 թվականի դիմադրության շարժման եղավ, 23 թվականին եղավ, 24 թվականի սրբազան շարժման եղավ։ Հիմա դուք ժողովրդին ինչ եք մեղադրում։ Ժողովրդին մեղադրելու կներեք, այդքան էլ մեղմ ասեմ ճիշտ չի, որտեվ ժողովրդին մեղադրելուց առաջ դուք պետք է ուրիշ հարցադրում անեք։ Ինչի քաղաքական վերնախավը չի կարողանում ղեկավարի այդ քաղաքական վերնախավն էլ էլի ժողովուրդ։ Ոչ, համաձայն չեմ։ Ուրեմն ժողովուրդը դա այն մասսան է, որին պետք է ղեկավարի քաղաքական վերնախավը։ Եթե քաղաքական վերնախավը
կներես մի քիչ գիրք կարդացած լիներ, գիրք կարդացած ինչի է կարևոր, տեսական գոնե պատկերացում ունենար, որի արդյունքում ինքը կարողանար ճիշտ պրակտիկայում կյանքի կոչեր, որովհետև ցանկացած բողոքի շարժում աշխարհում, որ ցանկացած բողոքի շարժում վերջնարդյունքը պահանջում է արտահերտ ընտրություն։ Ցույց տվեք մի հատ բողոքի շարժում, որ տես բանա պահանջ։ Լավ, դա մեկը, բայց ես տեսնում եմ գնում Միքայել Սրբազանի գնում են եկեղեցու մոտից ստանում են, 3 հավատավոր կին է գնում պաշտպանելու։ Դուք հիմա էլի էմոցիոնալ բան եք։ Չէ, էմոցիոնալ չեմ ասում, 3 այցիկ Միքայել Սրբազանին պաշտպանում է ամբողջ քաղաքական վերնախավը։ Միքայել Սրբազանը դա այն մարդն է, որ այսօրվա դրությամբ մեր սիմվոլներից մեկն է դարձել ազնվության, մաքրության։ Հիմա, բայց այդ աջակցությունը, որ դու ասում ես, գետնի վրա փողոցում շարժման համար մարդկանց մոտ առաջացել է անհավատություն, որ քաղաքական վերնախավը ունակա շարժումով հասնեն հաջողության, որտեղ տեսել է 20 թվական, 21 թվական։ Դե կասեն ձեզ էլ եք տեսել, դուք էլ եք մեջ եղել, այդ մի ասեք, դա տարածվում է բոլորի վրա։ Դա տարածվում է բոլորի վրա։ Նայեք, մենք եղել ենք մեջը, բայց մենք ղեկավար չենք ղեկավարը շարժումը։ Եթե մենք ղեկավար ենք շարժումը, դուք շանս ունեիք ղեկավարելու չարեցիք։ Այսինքն հիմա մի հատ հարց եմ տալիս քեզ, բարձ մի հատ էլեմենտար բան։ Ձեր միջից որ մեկը ուզենա շատ էլ լավ կարող է։ Ուրեմն sense մի բան ասեմ, տես չի լինում, ասեմ ձեզ, շարժումը ձևավորում բերում է։ Շարժում ունենա ղեկավար, շարժումը ղեկավարն է ձևավորում շարժման ամբողջ նախագիծը։ Դա օբյեկտիվ իրականությունն է, դա ամբողջ աշխարհում է տենց։ Չի կարա ոչ շարժման ղեկավարություն դուրս պատասխանատվության չափի մասին։ Պատասխանությունը բոլորս էլ կրում ենք։ Պատասխանությունը բոլորս էլ կրում ենք։ Ես էլ եմ կրում, դու էլ ես կրում, սաղս էլ կրում ենք պատասխանություն։ Պատասխանության կրելու չափեր կան։ Այն մարդիկ, որոնք պատասխանությունը այն որ իրանցից է շատ մեծ կապված, իրանցը մեծ է, այն մարդիկ, որոնք երրորդական, չորրորդական դերում են։ Լավ, դուք ասում եք 60 քանի տոկոս էստեղ, հիմա առայժմ եկեք ընտրենք։ Տեսեք, մի րոպե ասեմ, ժողովուրդը հիմա տեսնելով որ այդ շարժումներից ոչինչ չստացվեց, ժողովուրդը իր որոշումը կայացնելու ընտրությունների ժամանակ։ Այսինքն ինքը հասկացել է, որ քանի որ տեսեք, նույն ընտրությունը եղավ Գյումրիում, նույն ընտրությունը եղավ Վաղարշապատում, նույն ընտրությունը եղավ, այսինքն Վաղարշապատ, մի րոպե ասեմ դες, Գյումրիում եղավ, բայց Գյումրիում հաղթած ղեկավարին ձերբակալեցին, չէ՞։ Ինչի, որտեղ դա տեղական ընտրություն էր։ Վաղարշապատում եղավ, սպանեցին, որտեղ դա էլի տեղական էր, չէ՞։ Համաձայն ես սրա հետ դու։ Բանում Վանաձորում եղավ, էլի ընդդիմություն հաղթեց, բայց էլի ձերբակալեցին, չէ՞։ Հիմա կենտրոնական մակարդակով։ Չի հաղթե Վաղարշապատ։ Բանում ներողություն, Վանաձորում։ Վաղարշապատում չհաղթեց, որտեղ Վաղարշապատում շատ Մասիսում էր քաղաքում եղավ, ձերբակալել։ Ձերբակ, հիմա տես տեղերում փաստացի, բոլոր տեղերում ժողովուրդը ճիշտ ընտրությունն է կատարել, բայց կենտրոնական իշխանությունը, քանի որ այս մարդու ձեռքն է եղել, ինքը ջարդել է։ Կենտրոնական մակարդակով որ ընտրությունը եղավ, չի կարա արդեն ուրիշ երկիր գա ջարդի։ Կենտրոնական մակարդակով իշխանությունը արդեն փլվում է։ Ինչն է խանգարելու, որ Թուրքիան հայտարարի, որ սա ասի չեմ ընդունում։ Լավ, այդ հարցին պատասխանեմ։ Ասեք, Նիկոլը հայտարարում ընտրության արդյունքները, ես կասկածում եմ, որ բան, բայց դա Աստված, եթե հաղթեցին, Նիկոլը հայտարարում, որ Նիկոլը ասա ես չեմ ընդունում այս արդյունքները, հələ իր ուզած թիվն է ներկայացնում, մի հատ ընդվզում անում, Թուրքիան ասում է, հենց հիմա պայթեցնում եմ։ Հիմա ես ձեզ ով գաղտնիք եմ բացում ձեր համար Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Թուրքիայի, այսպես ներքին կուլիսային կուխնի պայմանավորությունը։ Թուրքիան հայտարարում է հետևել, ասում է, որ եթե ոչ ընտրական ձևով Հայաստանի իշխանությունը փոխվեց, ես չեմ ընդունել այդ իշխանությունը եւ քայլերի կդիմեմ։ Ռուսաստանը հայտարարում է, որ եթե Հայաստանում ընտրությունները կեղծվեցին իշխանության կողմից, ես քայլերի կդիմեմ։ Ես հիմա քայլերի այս կուլիսային գաղտնիք եք բացում։ Այո, ես բանաձևերը չեմ բացում։ Միացյալ Նահանգները ինչ են հայտարարում, ասում են ես դառնալու եմ playmaker-ը այս տարածաշրջանը, այսինքն ես, այսպես ասած, փորձելու եմ կառավարել ռուսներին կամ թուրքերին, ես փայ եմ մտնելու, դա կնի Թուրքիան, թե Ռուսաստանը։ Ինքը ասում է, ես իմ համար կարևոր չի թե ով կհաղթի։ Ով էլ որ հաղթի, ես ուզում եմ այդ մարդու հետ փայ մտնեմ։ Իա Միացյալ Նահանգների տեսակետն է։ Թուրքիային ասում է, ես անվերապահ աջակցում եմ իմ տեխնացուին, որը գաղտնիք չի։ Ռուսները ասում են, որ մենք ակնհայտ գաղտնիք չի, որ մենք մերժում ենք այս մարդուն, դա էլ գաղտնիք չի։ Եվ ըստ էության որոշումը կայացնելու հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդ ջան, դու Միացյալ Նահանգների ասացին ոչ մեկ չի հավատալու։ Այս ընթացքում ինչ քայլեր որ հայտարարություններ արել են, այդ ամեն ինչը ին նպաստ Նիկոլի է եղել։ Հիմա դուք հանգամանքներ կարող եք։ Գետնի վրա Հայաստանում ռեսուրս ունի Թուրքիան եւ Ռուսաստանը։ Միացյալ Նահանգները գետնի վրա ռեսուրս չունի։ Միացյալ Նահանգները քանի որ չունի, նույնիսկ տրիպի հետ կապված ինքը երաշխավորի ֆունկցիա չի վերցնում, ինչի չի վերցնում։
որտեվ Միացյալ Նահանգները ասում են, ես չեմ ուզում սականի որ Պուտինի տարածքն է, ես չեմ ուզում այդ երաշիկ վերցնեմ իմ վրա։ Ես փաստորեն հակասության մեջ կմտնեմ, ես չեմ ուզում Ռուսաստանի հետ պատերազմել։ Չէ, լավ է, այդ մենակ դա սովորաբար նման հայտարարությունները վերջին փուլում որ հետևում ենք, տեսնենք որ միայն հայտարարությունների մակարդակի է Ռուսաստանի տարածքն է, ես չեմ ուզում, բայց հետո Պուտինը շնորհակալություն է հայտնում, բանը այն երկու երկրները Հունգարիա բանել այնտեղ ոնց որ թե նավթը բան գնում են գազը Ռուսաստանից նորմալ է, բայց ասում եմ չեմ գնում ենք իրանց հետ բանակցենք, հետո արդեն այս պայմաններ են դնում որ արի Ռուսաստանից հրաժարվի, այնտեղ դու BRICS-ի երկրների հետ, այսինքն այդ հայտարարությունները մի բան է հայտարարություն եւ իրական հողի վրա Միացյալ Նահանգները ինչ է անում։ Այդ պայմանների նպատակը որն է, իրանք բնականաբար մրցակիցներ են, միանշանակ մրցակիցներ են։ Միացյալ Նահանգները մաքսիմալ փորձելու է որպեսի նեղի Ռուսաստանը փորձել է մաքսիմալ նենց անի, որ նեղի ամերիկացիներ։ Ես շատ պարզ խնդիր է։ Հիմա էդի թե ինչ գլոբալ հարց են լուծում, ես չեմ ուզում դրա մասին խոսեմ։ Միացյալ Նահանգների գերնպատակը Չինաստանն է, ուզում է Ռուսաստանին քաշ իր կողմը, բայց որպեսի քաշի թույլատնի, որ քաշի, ես չեմ ուզում այդ երկար չեմ ուզում։ Բայց կոնկրետ մեր տարածաշրջանի վրա կա այդ երակող պայմանավորությունը։ Միացյալ Նահանգները ասում են նայեք ամերիկյան բոլոր փորձագետների վերլուծությունները, որոնք սերտորեն աշխատում են իրենց վարչակարգ։ Իրանք ասում են մենք ուզում ենք դառնալ playmaker, այս տարին playmaker-ն ենք ուզում դառնալ։ Թուրքիան ասում է մեր նպատակն է բանը Նիկոլին վերընտրվել տանք, որպեսզի Ռուսաստանից դե վտարենք ստեղից։ Ռուսներն ասում են մեր նպատակը Նիկոլին պետք է վռնդենք ստեղից, որ կարողանանք պահենք այս իրավիճակը։ Մեզ երկրի օբյեկտիվորեն շահավետ է, որ մենք կարողանանք թույլ չտանք, որ Թուրքիան, որտեղ Թուրքիան մտնել ստեղ, դա կնշանակի Հայաստանի ոչնչացում, որտեղ սա եթե Թուրքիայի տեղաններ Հունաստանը, ես կասեի, որ հա, կարելի է, բայց ցավոք սրտի բյուզանդական կայսրության տեղը, որտեղ Հունաստան ծնվեց, այս ժամանակից Թուրքիան ծնվեց, որը մենք ունենք դառը պատմություն, մենք ցեղասպանության ենք ենթարկվել եւ մեր իրար հետ մենք կարող ենք առևտուր անենք, նորմալ հարաբերություններ որպես պետություն ունենանք, բայց իրանց ազդեցությունը Հայաստանում չի կարող։ Նույնիսկ Վրաստանը, որը այդպեսի դառը պատմություն ունի, ինքը թույլ չի տալիս, որ Թուրքիան ունենա մեծ ազդեցություն իր երկրի վրա։ Վրաստանը ունի իր վրա ազդեցություն ամերիկացիների կողմից, եվրոպացիների կողմից եւ չինացիների կողմից։ Նաեւ նույնիսկ Ռուսաստանը, որ դիվանագիտական հարաբերություններ չունի, մոտավորապես բանը զբոսաշրջիկների 25%-ը ռուսներ են Վրաստանում, իսկ տնտեսության մոտավորապես 20%-ը էլի ռուսական ներդրումներն եւ ռուսական, այսպես ասած, բաժինն է կազմում վրացական տնտեսությանը։ Սա ում ասեմ, որ իրականություն է, այսինքն օբյեկտիվորեն մեծ շահավետ է, որ մենք կարողանանք համադրենք մեր շահերը ստեղ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի անվտանգային մասով, ատոմային էներգիայի հետ կապված միայն եւ միայն Ռուսաստանի պետք է մենք աշխատենք, կոմունիկացիաների բացման հետ կապված միայն ռուսականը կարող լինի, իսկ ներդրումների մոմենտով հետագա լայնածավալ։ Ես կարծում եմ, որ մենք պետք է Չինաստանից մեծ սպասում ունենանք, այս խուժաններին վռնդելուց հետո մենք պետք է վերաթարմացնենք մեր ռազմավարական հարաբերությունները Չինաստանի հետ եւ Չինաստանը, եթե մենք երկաթգիծ կաշխատացնենք այս Նախճիվանի, մեր կշիռ անգամներով կմեծանա եւ մենք նախատեսում ենք, որ Գյումրին մենք իսկապես ոնց որ Անակլյան վրացիներն են սարքում, Գյումրին պետք է սարքենք խոշորագույն հենակետ, մենք ունենք ծրագիր ազատտնտեսական գոտի ստեղծելու եւ այդ ազատտնտեսական գոտու մեջ չինական ներդրումների այսպես մասը պետք է մեծ լինի եւ մենք այդ ծրագիրը հետագայում մեզ նախընտրական արժեքը կներկայացնենք, տեսնենք թե մենք ինչ ծրագրեր ունենք։ Տեսեք, եկեղեցու հետ կապված իմիջիայլից այդպես էլ ինֆորմացիա դեռ չկա, փակի 3 օր պիտի, հա, կայանա եկեղեցի այդ խորհրդի համաժողովը պիտի կայանա, բայց չգիտեմ, այդպես էլ Նիկոլին այնուամենայնիվ հաջողեց գնալ այդ քայլերին եւ թույլ չտալ, որ մասնակցեն, հա, հոգեվորականները, անգամ սպասել էր, Անժել, ասեմ ինչի, սպասել էր, որովհետեւ ինքը պարտվել է եկեղեցու դեմ պայքարում, բարոյապես, քաղաքականապես, բոլոր իմաստներով պարտվել է, ինքը մնացել է մենակ վարչական լծակները, ինքը վարչական լծակներով ուղղակի թույլ չի տալիս, վարչական լծակն իր ձեռնա, որտեղ ինքը վարչապետն է, իր դեմ հնարավոր չի վարչական լծակներով հակադրել, որտեղ պետությունը իր ձեռնա, այսօր պետությունը սպասարկում է Նիկոլ Փաշինյանի շահերը, սա ողբերգական վիճակ է, բայց իրականություն է, այս մարդը, իր շահերը 170 աստիճան հակասում են Հայաստանի պետական շահերի հետ, եւ արդյունքում ինքը պետական ամբողջ համակարգը, որ պետքա սպասարկի պետական շահերը, սպասարկում է իր անձնական, իր ընտանիքի շահերը, եւ փաստացի պետությունը աշխատում է պետության դեմ, այսինքն պետական ապարատը ինքը աշխատացնում է պետության դեմ, սա նոնսենս է, այսպիսի իրավիճակ Հայաստանում երբևիցե չի եղել։ Հայաստանում եղել է ավտորիտար ռեժիմներ, եւ առաջի եւ երկրորդ եւ երրորդ նախագահների ժամանակ եղել են ոչ այդքան լավ ավանդույթներ, դեմոկրատական բան եւ այլն, մարդու իրավունքները խախտվել են, դա փաստ է, բայց
երբևիցե պետությունը պետության դեմ չի աշխատել։ Դա չի կարա տենց բան լինի։ Ոչ մի Ադրբեջանում ավտորիտար ռեժիմը, բայց պետությունը պետության դեմ չի աշխատում։ Թուրքիան ավտորիտար ռեժիմը, բայց պետությունը պետության դեմ չի աշխատում։ Սա նոնսենս է, Հայաստանը եզակի երկրներից է, որ պետական ապարատը աշխատացնում են պետության դեմ։ Սա նոնսենս է, ժողովուրդ, սա խայտարակություն է։ Այս խայտարակությունից մենք պետք է ազատվենք հունիսի 7-ին։ Սա ուղղակի տիեզերական խայտարակություն է։ Եկեղեցու հարցն է, մենք սպասենք հունիսի 7-ից, եթե հունիսի 7-ին ես քեզ չեմ կարող ձեզ հիմա ասել, բանը եկեղեցու խնդիրը, ոչ միայն եկեղեցու խնդիրը, եկեղեցու խնդիրը, տնտեսական զարգացման խնդիրը, հարգելի թոշակառուներ, ձեր թոշակների խնդիրը, հարգելի աշխատողներ, ձեր մինիմալ աշխատավարձի խնդիրը, հարգելի այն մարդիկ, ովքեր անվտանգության խնդիր ունեն, ձեր անվտանգային խնդիրները լուծվել են հունիսի 7-ին։ Մինչև հունիսի 7-ը մենք ունակ չենք, մենք չունենք վարչական ռեսուրսներ, որպեսզի կարողանանք հակազդել։ Սա իրականություն։ Դուք հիշում եմ մի այսպես Նիկիտա Միխալկովի Պեսագոն հաղորդաշարից մի հատ ինչ-որ բան եք բերել, մենք այստեղ ցուցադրեցինք, ամբողջ ասելիքն այն էր, որ երբ որ այս, չգիտեմ, գլոբալիստներ ասեմ, սատանիստներ ասեմ, այս գունավոր հեղափոխություններ իրականացնողներ եւ այլն, այն որ իրանք վաղուց էին մխրճվել Ռուսաստանի Դաշնություն եւ հետխորհրդային երկրներ եւ ոչ միայն, շատ այսպես կարեւոր բան նյութ փոխանցեցիք, որ ըստ էության իրեն գտնում են այն մարդկանց, ովքեր ում համար կարմիր գիծ գոյություն չունի։ Սրբապղծության հասնող, բառից բուն իմաստով։ Շատ հետաքրքիր էր Հայկ Նահապետյանը ուղիղ կապ էր տեսնում Էփշտեյնի այդ կարմիր գիծը անցնելու եւ ինչ որ իմաստով Նիկոլի թիմի եւ հատկապես Նիկոլի գրքի, իսկապես այս ամեն ինչը ձեր պատկերացմամբ էլ նույն, այսպես ասած, հիմքից եւ արմատից է։ Տեսեք, ես մի բան ասեմ, որ դուք պատկերացնեք, էլի։ Ուրեմն գլոբալիստական լիբերալ այս աշխարհակարգը որ կա, ինքը արհեստական չի ծնվել։ Այդ համակարգը փաստացի կարելի ասել նպատակ ուներ ամբողջ աշխարհով մեկ միասնական պետություն ստեղծել, իսկ միասնական պետության համար ինչ է պետք։ Պետքա որպեսի մարդը ասի ես ազգություն չունեմ, կրոն չունեմ, մարդը հայրենիք պետքա չունենա, ինքը պետք է ենթարկվի համաշխարհային պետության։ Իդեպ ասեմ, որ նույն մոդելը կար նաև 20-րդ դարի սկզբին կոմունիստական շարժման ձևով։ Այսինքն կոմունիզմը նույն գլոբալիստական կոմունիստական շարժումը նույն գլոբալիստական լիբերալ շարժումը հակառակ կողմն է, այսինքն նույն կոմունիստական համակարգում են ասում են, որ պետք է ազգությունները վերանան, մարդը պետք է ենթարկվի մենակ համաշխարհային կառավարությանը եւ ըստ էության այդ շատ նեոբոլշևիկներն էին այդպես։ Չէ, դա կոմունիստական կարդացեք Մարքսի կապիտալ, այնտեղ Մարքսը ասում էր, որ ազգերը վերջում պետք է վերանան, այսինքն սա պարզ եկեք ի վերջո այդ մարքսիզմի էլեմենտների զգալի մասը մտելա այս գլոբալիստական էլիտայի մեջ, գլոբալիստական լիբերալ էլիտայի մի բաղկացիչ էլեմենտը նաև մարքսիզմն է, դեռ շատերը լավ չեն պատկերացնում, եթե պետք է լինես առանձին կարամ ձեզ մի վերլուծություն ներկայացնեմ, թե ոնց է մարքսիզմը ռեֆորմացիայի ենթարկվել եւ ինչ ուղղությունով է գնացել եւ այսօրվա գլոբալիստական լիբերալ էլիտայի բաղկացիչ մասերը ինչից են բանեղած եւ այն ինչ որ կատարվեց հիմա Միացյալ Նահանգներում Տրամպի իշխանության գալուց հետո դա փլվում է այդ համակարգը։ Իդեպ ասեմ, որ Մյունխենան այդ այսօրվա այդ օրերից փետրվարի 13-ից 15-ը անցկացված Մյունխենյան կոնֆերանսի գլխավոր բանը անվանումը կոչվում էր փլվող համակարգ ձևակերպում էր տված։ Այսինքն տեսեք Ռուբիոն որ եկավ պետքարտուղար Միացյալ Նահանգների իր ելույթը տեսեք ֆանտաստիկ ելույթ էր, ինքը ասաց որ հարգելի եվրոպացիներ ձեր պատկերացումները որ ազգերը պետքա վերանան որ պետությունները պետքա փոխարինեն մեկ միասնական դա խապկանք է դա այդ իրականությունը չի համապատասխանում ինչպես որ բայց ասես միգրացիան դրա մեզ մոտել է խնդիր բայց դուք պետք է հասկանաք որ ձեր համար էլ է դա խնդիր մենք չենք ուզում թույլ բան Եվրոպա մենք պատրաստ ենք Եվրոպան անցալել եւ աշխատել Եվրոպայի իրանք ասում են հարգելի եվրոպացիներ դուք դեգրադացիայի ենթարկվում այո այդ էր ասում դուք խնդիր մենք ուզում ենք որ դուք դեգրադացիա չենթարկվեք բայց մենք ենք այդ խնդրաշրջան բայց մենք պայքարում ենք դրա դեմ պայքարում են դրա դեմ դժվար է այդ կետերով հիմա փոխանցել եք հիմա Էփշտեյնի այս ամբողջ այս խայտարակությունը գլոբալիստական Իմիջիալս տեսակետ կա ասում որ բացարձակ պետք չի լսել ինչ է ասում Թրամփը, որտեվ ինքը այսպես այնպես իրականում լսեք Ռուբիոին եւ կհասկանաք թե այսօր Ամերիկան ինչ ուղղությամբ է գնում գաղափարախոսություն բան։ Շատ ավելի Տրամպի համակարգված փոխանցում է Տրամպի թիմում կա երկու թիմ, մեկը այսպես կոչված նեոկոնների թիմն է, դա Ռուբիոն է ղեկավարում եւ կա այսպես ասած մագա շարժման ղեկավարը, դա Վենսն է։
երկուսն էլ շատ հետաքրքիր շարժումներ են, մագան ինքը բարոյական արժեքային շարժում է, որ ասում եմ մենք պետք է այս լիբերալիստական այլասերված գլոբալիստական էլիտան պետք է վերափոխենք իսկապես ազգային հոգևորական նոր բանով, որը ես շատ ողջունում եմ այդ բանը, իսկ ինչ վերաբերում է Ռուբիոին ասում է մենք պետք է նեոկոններ, այսինքն նոր կոնսերվատորներ են, նեոկոններ են, որոնք ասում են, որ Միացյալ Նահանգների հզորությունը պետք է ուժեղացնենք, բայց քանի որ մենք համաշխարհային ձգտում չենք կարող ունենանք, մենք պետք է գոնե այդ արևմտյան այդ մասը երկրագնդի, մենք պետք է կարողանանք ամերիկյան արժեքները, բայց ոչ այլասերված տարածենք նաև այդ ամբողջ բաների վրա։ Սա ես նորից եմ ասել, շատ նորմալ process է, այդ նույն տրամաբանությունը զարգանում է նաև Չինաստանում, նույն տրամաբանության զարգացման տենդենսներ կան նաև Ռուսաստանում, եւ այդ տիպի տենդենսներ կան նաև նույնիսկ Արևմտյան Եվրոպայում։ Տեսեք, ես մի բան ասեմ, որ բոլոր կանխատեսումներով 27 թվականին Ֆրանսիայում հաղթելու է Լեպենի կուսակցության ներկայացուցիչը։ Նախորդ ընտրությանն էլ էին ասում, տեսեք չհաջողվեց։ Տեսեք, դա հիմա արդեն լինելու է դա։ Եվ միշտ ասում են, որ այնտեղ ֆրանսիացիներին վախեցնում են նրանով, որ ահա, ազգայնականը կգա եւ դից Մակրոնը անցնում է Մակրոնին չընդունելով։ Բայց դուք տեսեք, թե վախեցնում են, բայց ինչ աստիճան է ինքը շատացել։ Ինքը պրակտիկորեն արդեն հասել է մոտավորապես 40-45%-ի։ Մնացած բոլոր կուսակցները համախմբում իրանց չանցնեն, բայց իրանց տեսակարգաշիռը տեղական բոլոր ընտրություններում 40-45%։ Այդ իմաստով լավատեսություն կար 4-5 տարի առաջ էլ եւ ոչ միայն Ֆրանսիայում, Գերմանիայում ես պնդում եմ 27 թվականը կգա, 27 թվականի Ֆրանսիայում նախագահ դառնալու է Բարդելան։ Հիմա հիշեք այդ օրը 27 Չէ, բայց դուք ինքան ճկուն եք, հետո չանցնի կգացեք։ Ես հիմա քեզ հիմքեր կբերեմ, ինչու դա չկայացավ։ Ես ասում եմ քեզ հիմա ինքը հաղթ։ Ես ասում եմ հետեւալ է։ Ես ասում եմ հիմա առանց ճկուն։ Մարիամ Գրիգորովը։ Դուք գրեք, հա։ Փետրվարին թե 27 թվականի նախագահական 27-ից կմեսի մենք։ Բայց այն ժամանակ ընտրությունները դուք ինչ եք ուզում։ Ընտրությունները 27 թվականին ալնելու Ֆրանսիայում, ես դա համար չեմ կարող ուրիշ բան ասեմ։ Ես ինչ եմ ուզում ասեմ, որ այդ տենդենսը արդեն ամբողջ Եվրոպան վերցրել է իրան։ Եվ այդ տենդենսը եկավ նաև Վրաստանում, այդ տենդենսը հիմա պետք է նաև Հայաստանում։ Այսինքն դա Հայաստանը դա լուսնի վրա տարածք չի։ Հայաստանը ոնց որ գլոբալիստական էլիտան եկավ Հայաստան եւ ծնեց իր մեջ այն մարդուն վերցեց, որը երկրի հակառակ կողմի հեղինակն էր, չէ, որտեվ իրանց այդ այլասերված արժե համակարգը պետք է ծներ մի այլասերված երևույթի։ Այսինքն դա բնական վիճակ էր։ Տրամաբանության ընտրությունը շատ բնական ստացվեց։ Հասկանու՞մ եք։ Հա, հիմա, բայց հիմա ճոճանակի սկզբունք բան ճոճանակը փոխվում է բանը այդ բանի ստեցան հիմա քաղաքական ճոճանակը արդեն մյուս կողմն է գալիս եւ այդ մյուս կողմը հենց գալիս է հենց այդ այսպես ասած փոփոխությունն է լինելու ինչը որ եղավ Միացյալ Նահանգներում ինչ որ հիմա սպասվում է արևմտյան Եվրոպայում ու արևելյան Եվրոպայում արդեն վաղուց դա կա նույն Հունգարիայում, Սլովակիայում, Չեխիայում, Լեհաստանում պահպանողական ուժեր են ղեկավարում, ասենց ասեմ։ Այսինքն ուզում ասեմ, որ այդ սպասումը կա նաև Հայաստանում եւ Հայաստանում բոլորը սպասում են, որ հունիսի 7-ին իսկապես փոխվելու է իշխանությունը եւ իշխանությունը այդ փոխվելու նաև բարոյական, քաղաքական ուղենիշներն են փոխվելու։ Ամբողջ պլաստը տնտեսական, քաղաքական, մշակութային, բան բոլոր պլաստերը փոխվելու են եւ դրական իմաստով են փոխվելու։ Չգիտեմ, շատ լավատեսական բան եք անում, ես այդպեսի նաև ասում էին շունչ կա Եվրոպայում, բայց տեսնում ենք, որ շատ դանդաղ է, շատ դժվար են ազատագրվում եւ ազգային ուժերի համար, պահպանողական, կոնսերվատիվ ազգային ուժերը շատ։ Դե գիտեք ինչ, կյանքը պայքար է, պայքարով դու պետք է հասնես այդ նպատակին։ Մի անգամ չի ստացվում, երկրորդ անգամ, երրորդ անգամ ստացվում է, դա ուրիշ տարբերակ չկա, դու սկուտեղի վրա քեզ չեն բերում բան։ Մեր հասարակությունն էլ ինքը միշտ պայքարել է, այդ պայքարները հաջողության որ չի ասել, հիասթափության է բերել։ Մարդիկ տեսնում են, որ դուք չես կարող փողոցի պայքարով հասնես, ինքը գնում է ընտրություններով լուծում է։ Ինքը տեղական բոլոր ընտրություններում բացի վաղար շաբաթից ինքը դրական արդյունք կատարել, բայց մեր քաղաքական վերնախավը եւ լրագրողամի չի ուզում նկատի դա։ Ինքը չի ուզում նկատի, որ ընտրություններով բոլոր տեղերում իշխանությունը պարտվել է, անդրում տեղական իշխանություն, որը նախկինում չէր կարող պարտվել։ Այդ ճիշտ է, բայց նաև նկատում ենք, թե Նիկոլը ինչ գործիքա կազմել է օգտագործում։ Շատ պարզ, որտեվ եթե Գյումրի հաղթած ղեկավարին մակարումա ձերբակալի, ապա Երևանում արդեն հաղթած ղեկավարը ինքը բան չի կարող, ինքը արդեն լեգիտիմ չի դառնում։ Հասկանում ես ինչ նախնդիրը։ Կենտրոնական իշխանությունը, որ ինքը պարտվում է, իր տեղը չի կարա մատ վեր կենտրոնի ղեկավար գա ասի գիտես ինչ sense բան այսինքն չի կարա դա ստացվի հույսը մնալի է հոպար Էրդողանը այո բայց տեղել արդեն ինքը ունի այդպես սահմանափակում արդեն Ռուսաստանի կողմից օբյեկտիվորեն դրա համար եմ ասում
եթե Գյումրի հաղթած ղեկավարին, Վանաձորի հաղթած ղեկավարին կանան իրան ձերբակալեն, կանոնավորեն, Մասիսի հաղթած ղեկավարին կանոնավորեն, ապա կենտրոնական իշխանության հաղթած ղեկավարին այլևս ոչինչ չեն կարող, մյուսները բոլորը շնորհավորել են։ Դրա համար եմ ասում մեր պետական ապարատի ներկայացուցիչներին եւ շարքային եւ միջին շերտի ԿՊԱ-ական ասում դու Ժորժ ջան, պատրաստվեք հունիսի 7-ին, որպեսզի մենք կարողանանք միասնաբար այս խնդիրը լուծենք, որովհետեւ դուք մեղք չունեք, որ այս վիճակի մեջ եք հայտնվել։ Օբյեկտիվորեն տենց է ստացվել եւ ոչ մեկն էլ վրեժխնդրության խնդիր չի լուծելու, որովհետեւ բոլորն էլ հասկանում են թե ինչի մասն է խոսքը։ Այս մարդուն մենք ստեցություն ենք ասել իր փոքր խմբակի հետ միասին եւ երկիրը իսկապես մենք վերադարձնելու ենք մեծ համախմբան տրամաբանության մեջ, որտեղ ամեն մեկը իր տեղը կունենա եւ առանց վախի մթնոլորտի երկիրը կունենա հերանեկար զարգանալու եւ իր անվտանգությունը ապահովելու համար։ Շնորհակալություն։